Ողջունում եմ բարեկամներ։ Ինքնաճանաչում ֆորմատով այսօր մենք զրուցելու ենք դեմ են բոլորին շարժման անդամ Սպարտակ Գյուղերյանի հետ։ Ողջույն Սպարտակ ջան։ Ողջույն Արթուր։ Նախ ուզում եմ մի քիչ պատմեք ձեր մասին։ Քանի որ հաղորդումը ինքնաճանաչում ֆորմատով է, մի քիչ պատմեք ձեր մասին, մասնավորապես որտեղից եք ալմատներով։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Ուհու։ Իրականում իմ կյանքը ինձ թվում է տենց շատ հետաքրքիր փոփոխություններով ա եղել։ Ես ուրեմն ծնվել եմ Էջմիածնի Հայթախ գյուղում, չգիտեմ այդ գյուղի մասին լսել եք թե չէ։ Այդ պատմականորեն ինքը շրջապատված ա եղել այն ժամանակ գյուղերով, որտեղ թուրքեր են ապրել հիմնականում, ու դրա համար իր անունը եղել է Հայթախ, այսինքն հայի թաղն ա եղել։ Հա։ Հա։ Դրանից հետո տեղափոխվել եմ 4 տարի այնտեղ ապրելուց հետո տեղափոխվել ենք Հրազդան, այնտեղ ենք ապրել, հետո տեղափոխվել ենք Բերձոր, Քաշաթաղի շրջան Արցախի Բերձոր, իմ կարելի ասել մանկության հիմնական հատվածը, որտեղ որ ես ոնց որ արդեն ինչ որ բաներ եմ սովորել, որպես մարդ եմ կայացել, հա, ինչ որ արժեքներ ու սկզբունքներ եմ հասկացել, եղել է հենց Բերձորում։ Դրանից հետո եկել եմ Երևան սովորելու, սովորել եմ Ֆրանսիական համալսարանում կառավարման բաժնում, մենեջմենթ եմ սովորել, հետո հետ եմ գնացել այնտեղ ծառայելու, ջրականում եմ ծառայել 2 տարի, վերադարձել եմ հետո բանակից ու Երևանում սկսել եմ աշխատել հիմնականում IT ոլորտում, IT ոլորտի տարբեր ընկերություններ եմ աշխատել երկար տարիներ, 10 տարուց ավել, սկսել եմ 0-ից, հասել եմ մինչև ղեկավար պաշտոններ, մի քանի ընկերություններ եմ հիմնադրել, հետո եկավ 20 թվականը, պատերազմին եմ մասնակցել 20 թվականի 44 օրյա պատերազմից հետո մոտս էլ ավելի տենց բան կար, որ իրեն պետք է ամեն օր օր ու գիշեր ջանք ու եռան չխնայել, ու այն ժամանակ մտածում եմ, որ այդ ամեն ինչը կարամ անեմ ինչ որ հասարակական ոլորտում տարբեր նախաձեռնությունների տեսքով, դա եղել է թե տեխնոլոգիական ոլորտում, թե ասենք ռազմակրթական ոլորտում, Ազատազենի համահիմնադիրներից եմ, հա, հետո ինչ որ մի հատ պահ եկավ, որ ոնց որ տենց հստակ հասկացա, որ սրանով հարց չի լուծվում ու որոշումները կայացվում են խոշոր հաշվով քաղաքականությունում, իսկ ես ու ասենք իմ ընկերները գոնե թե այդ պահին քաղաքականության վրա այնպիսի ազդեցություն չունեինք, որ ես ոնց որ գոհ լինեի այդ իրավիճակից ու որոշեցինք մուտք գործել մեծ քաղաքականություն։ Խոշոր հաշվով միշտ քաղաքականությանը հետևել եմ, մասնակից եմ եղել, կապ եմ ունեցել, բայց չեմ եղել տենց շատ ակտիվ ու չեմ եղել եմ ոնց որ ավելի շատ կողքից նայող, ինչ-որ բաների մասնակից եմ եղել, պետք եղած տեղը կարծիքս հայտնել եմ, բայց չի եղել այնց իրավիճակ, որ նման ակտիվությամբ զբաղվեմ քաղաքականությամբ։ Եթե տենց շատ կարճ, չգիտեմ այդ ինչ որ հետաքրքիր էր թե չէ ընդհանրապես, չեմ կարծում շատ հետաքրքիր պատմություն լիներ, բայց ինչ հետաքրքիր է Սպարտակ ջան, ու այդ ընթացքում ինձ մի մտքի վրա բռնեցի, տես դու անցել ես 44 օրյայի մեջով։ Մեծացել ես ընդ բնականաբար քո կապը Արցախի հետ եւ այդ խնդիրը քո համար այլ անհատական անձնական մակարդակի վրա է, հա։ Եթե մեր մոտ ինքը գլոբալ հայրենասիրական է, քո մոտ զուտ արդեն անձնական տիրույթում է, նաեւ դու մի քայլ առաջ ես զգացմունքային իմաստով այդտեղ։ Տես նայում եմ, լսում եմ քեզ, հետո հիշեցի Իշխան Գևորգյանին, որ իմ ճանապարհն է անցել, այս վերջերս Հոսեփն էր, աղթողանը կարող չի հիշեմ, էլի նույն Հոսեփ Ղազարյան, էլի նույն ճանապարհով անցած, էլի պատերազմների միջով անցած 3 հոգի, ու դու երեք տեղ ներկայացնում եք դեմ են բոլորի շարժումը։ Հիմա ես ուզում եմ sense հասկանալ, էլի։ Ինչի՞ է ձեր նկատմամբ էս հարցակում են ինչ որ կա։ Ինչո՞ւ է դուք քննարկել եք ձեր մեջ, ինչի՞ է ձեր նկատմամբ այդ հարցակումը, որովհետև դուք բոլորդ կենսագրությունով իրավունք ունեք եւ խոսելու, եւ կարծիք ունենալու, եւ քաղաքական դիրքորոշում ունենալու, եւ ակտիվ քաղաքականության մեջ պահանջատիրոջ դիրքորոշումից խոսալա, ինչի է այս հարցակումները ձեր նկատմամբ։ Մի հատ որ բարձաբանենք հարցակում ինչ հարցակում, որ մեզ մեղադրում են այս կամ այն ուժի սատելիտ լինելու մասին։ Ես չեմ ուզում իրանց բարերը կրկնեմ։
Կա չէ, այդ քաղաքական հարձակումը կա չէ, ձեր վրա ինչի է։ Հա։ Նայեք, բոլորին դեմ եմ, ինքը ինքնին, երբ որ մենք սկսեցինք, ոչ որ հաշվով ինքը կարելի ասել բոլոր քաղաքական ուժերին դիսկոմֆորտ առաջացնող ուժ է։ Այսինքն, երբ որ կա մի հատ քաղաքական ուժ, որը ունի իր անունը, որը որ որոշել է ինքը sense ճանապարհ է գնում եւ այլն, որը գիտի, որ իր հակառակորդները այս երեք ուժերն են պայմանական, ու գիտի իրանցից ինչ սպասի, ինչ չսպասի, հա, մեկ էլ տենց ստեղծվում մի հատ բոլորին դեմ են, ու դա բոլորին դիսկոմֆորտ է առաջացնում, որովհետեւ եղած քաղաքական ուժերը իրանք այսպես ասած քաղաքականության ստանդարտ կանոններով իրար հետ գիտեն ոնց հարաբերվեն, հա, ես չեմ ասում իրար հետ պայմանավորվում են, Հա, բայց իրանք ոչ որ ասում գիտեն իրարից ինչ սпасել, գիտեն իրար վրա ոնց ցեղ շպրտել, ոնց իրար ստանալ դրա պատասխանը։ համար կանխատեսելի եւ կոմֆորտ զոնայի մեջ է։ Հա, այսինքն իրանք գիտեն ձևերը այդ խաղի կանոնների, ու իրանք այդ խաղի կանոններով խաղում են։ Հա, գիտեն որ այս մեկին մի քիչ ստե ավել բան կարելի է, այն մյուսին այնտեղ ավել բան կարելի։ Ու մեկ էլ հայտնվում է մի հատ բոլորին դեմ եմ ուժ, որը ոնց որ այդ սաղ կանոնների հետ կապ չունի ինքը։ Ինքը չի խաղում այդ կանոններով։ Ինքը խաղում է ոնց որ ինքն է ուզում։ Ինքը չի մտնում ինչ որ սրա նրա օրակարգերի մեջ։ Ինքը ասում է այս այն օրակարգը։ Ոստե մի հատ կարևոր բան կա, էլի։ Նայեք, խոշոր հաշվով այն քաղաքական ուժերը, որ մենք հիմա ունեինք, իրանք հիմնականում ինչ որ մարդկանց, մեր քաղաքացիների ինչ որ շերտ են ներկայացնում, որոնք պայմանական, չգիտեմ, միշտ գնացել են ընտրությունների, իրանք ինչ որ նախընտրած ուժերին են ընտրել։ Ու հայտնվում է մի հատ բոլորին դեմ են, որը ներկայացնում է շատ մեծ մարդկանց, ովքեր որ չեն գնում ընտրությունների, հա, իրանք կարծիքը ներկայացված չի։ Այդ մարդիկ իրանք էլ այս համակարգի հետ հաշտ չեն։ Ու հայտնվում է բոլորին դեմ է, որը իրանք տեսանկյունից ինչ որ անհասկանալի, իրանք նկատմամբ ագրեսիա ունեցող, իրանք այդ ձև են, էլի, նայում, ես իրանք տեսանկյունից եմ նայում։ Ինչ որ դա ուժ է, որը չգիտեմ ոնց աշխատեն։ Ու ավելին ասեմ ձեզ, այդ ուժը հերիք չի հայտնվում։ Հələ մի հատ էլ ասում է, ես ձեր բոլորի հետ մի հատ sense վերջնագրի ծրագիր ունեմ։ Մենակ այս ծրագրով եմ աշխատելու։ Այսինքն տեղել չի թողում հետը խոսալու կոպիտ ասած։ Իրանք սովոր չեն այդպես բաների ինձ թվում է, որտեղ քաղաքական իմ հասկանալով եմ ասում, ես չեմ ուզում ինձ գնահատեմ որպես քաղաքականության ամենալուրջ գիտակի, բայց ինչքան որ ես process-ների մեջ եմ եղել, ես հասկացել եմ, որ քաղաքական գործիչները իրանք ունեն ոնց որ միշտ ինչ որ բաց պատուհաններ հարցեր լուծելու։ Ու մեկ էլ եկել է մի հատ ուժ, որ ասում է ես այդ բաց պատուհանը ես այն կողմից արդեն պլանավորել եմ, մենակ սենց է ալնելու։ Ուզում եք ուզեք, չեք ուզում, ընտիր չկա։ Ինձ թվում է այս է հիմնական պատճառը, որ քաղաքական ուժերը մեր հետ, այսպես ասած, մեր գոյությունը այդ քաղաքական ուժերի համար ինչ որ տենց անհասկանալի է, դիսկոմֆորտ է, ու դրա համար պետք է մի բան ասեն։ Ու քանի որ մեր մոտ էլ քաղաքականությունը շատ ժամանակ բովանդակային չի, այսինքն հենց չի բան են անում, ասենք ինչ որ ասում են կանոնները բոլորին դեմ եմ, հա, ու ինչ որ ծրագիր ունեն, չեն խորանում, բոլորին դեմ եմ անում լսում են, դրա տակ ով ինչ զգում է, ինքը այդ է ասում, չի խորանում էլ։ Այսինքն ոչ մեկ բովանդակության մեջ չի մտնում։ Ասում են չես ինձ։ Հա, հա, ես ինչ եմ արել որ ինձ դեմ ես։ Եղբայր ոնց որ քեզ կամ դեմ եմ կամ դեմ չեմ, ինչ էական է։ Խոշոր հաշվով որ դու ես այս երկրում քո մտքերն ու գաղափարները կարում իրագործես։ Ոչ էլ այն մյուս ուժնա կարում իրագործի, հա, բոլորդ լավ խոսում եք։ Բոլորդ։ Այսքան ժամանակ ես չեմ տեսել ինչ որ մի հատ քաղաքական գործիչ, որ խոսա միշտ լավ մտքեր չարտահայտի ու միշտ չարտահայտի, որ այդ լավ մտքերը մենակ ինքը կարա իրականացնի։ Բայց ոչ մեկ չի իրականացնում։ Կյանքը ցույց է տվել, որ Հայաստանում հաստատի խոսքի ծրագիր է մի քանի ուժ եղել։ Մենք մի քանի իշխանություն ենք փոխել այս ընթացքում, չէ՞։ Դուք իստիս լավ կիմանաք, Վարդան ջան, 35 տարվա ընթացքում Հայաստանում քանի իշխանություն է փոխվել։ Մի քանի իշխանություն է փոխվել։ Իշխանության լիդերը փոխվել, իշխանություն չի փոխվել։ Դե դա էլ իր հերթին։ Հա, այսինքն ստացվում է այնպես, որ լավ մտքերով, լավ իղձերով մեր քաղաքական ուժերը իրանք փաստացի ընդամենը դա արտահայտում են։ Արտահայտել ես է կարամ լավ բաներ արտահայտեմ։ Ով չի կարա։ Դրա մեջ խնդիր չկա, բայց դու դա արտահայտում ես, բայց տեղ չի հասնում։ Դու քո ասածին չես կարա տեղ լինես։ Հիմա մենք եկել ենք, սարքել ենք բոլորին դեմ եմ ուժը, որը ասում է, որը իդեպ այդ ձեր նշած ուժերի համար է այդ թվում նաև։ Այն փոփոխությունները, որ բերում է բոլորին դեմ եմ, հա, դրա ամենաառաջի շահառուն այդ մարդն է, քաղաքացին է, որ գնալու է ընտրության, ինքն է, այսինքն առաջի շահառուն ինքն է այն իմաստով, որ ինքը հնարավորություն է ստանում իր ընտրության
գնալու իմաստը վերականգնելու, այսինքն ինքը կարող է արդեն գնալ ընտրության, այն մարդիկ, ովքեր մինչև հիմա մերժում էին այդ գնալը։ Երկրորդ շահառը քաղաքական ուժերն են, ու այն քաղաքական ուժերն են, չեմ ասում բոլոր, այն քաղաքական ուժերն են, որոնք այդտենց ինչ որ իդեաներ, բաներ արտահայտում են, բայց դրանք երբեք կարելի է ասել, երբեք չեն գտնում ժողովրդի մեջ այնքան այնքան պոպուլյարություն, որ այդ մարդիկ գնան քվեարկեն իրենց։ Այնքան քվեարկեն, որ իրանք այդ 4-5%-ի շեմը հաղթահարեն։ Այն մենք իրենց համար ենք սարքեսի։ Եթե ուրիշ ուժերը այդ ամեն ինչը խոսում են, որտեղ բոլորը խոսում են, չէ՞, միավորվելու բանով չի խոսում բան։ Ես էդի փորձեցի, չստացվեց։ Մենք հստակ այդ ծրագիրը գրել ենք ինչի շուրջ։ Մենք հստակ ենք գրել։ Մեր մոտ ոնց որ առաջի օրվանից, այն օրվանից, երբ որ եղել է բոլորին դեմ եմ, այդ օրվանից մեր ծրագիրը հրապարակվել է։ Երբ ներևի միակ քաղաքական ուժն ենք, որ 6 ամիս առաջ ստեղծվել է, համել այդ օրը ծրագիրը հրապարակել։ Ասել է, всё, էսա։ Ու մինչև հիմա այդ ծրագրին մենք գնում ենք։ Ես եմ ասում, այդ ստեղծվելու process-ն ինչքան է եղել։ Նայեք, փաստացի հանրային մեկնարկից մինչև կուսակցության ստեղծվել շատ կարճ է եղել, որտեղ մենք հանրային մեկնարկել ենք հունվարի կեսում, մինչև հանրային մեկնարկը կարելի ասել մի կես տարուց մինչև 1 տարի բաների մեջ ենք եղել, բայց պրոյեկտը այն ինչ որ մենք ուզում ենք, այո, հա, բայց այն ինչ որ մենք սկսելու էինք այն ժամանակ, կոմիտեզից որ մի տարի առաջ սկսեինք, դա կարող էր բոլորին դեմը չլիներ, այսինքն այնպես չի մենք հենց բանը մի տարի առաջ ասել ենք այս բոլորին դեմ ենք անելու ու մի տարի հետո ենք իրանց բան տվել, սկիզբ տվել։ Մենք լիքը բաներ մտածել ենք, գցել ենք, բռնել ենք, քննարկել ենք մարդկանց հետ, փորձել ենք փոքր խմբերով, այսպես ասած, մեր գաղափարները տեստավորել։ Այս ամեն ինչը արել ենք։ Եկել է մի հատ պահ, որ ոնց որ այսպես ասած գտել ենք այն գաղափարը, որը կարծել ենք, որ ամենաարդյունավետն է այս համակարգի հարցերը լուծելու ու որը խոշոր հաշվով արտահայտել է մեր հոգեվիճակը։ Ու մենք կարծում ենք, որ դա ոչ միայն մեր հոգեվիճակն է արտահայտում, այլ բազմաթիվ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։ Ես հիշում եմ առաջի իմ ռեակցիան, որ ես կարդացի ձեր հայտարարությունը։ Դե մի անգամից ես ասեցի, ինչ եք անում։ Հայտնվեց ակնհայտորեն այն ժամանակվա իմ գնահատականով ձայն փոշիացնելու մեխանիզմ։ Եվ ես մի անգամից ասեցի, ով այն պատասխանատուն, որ ուզում է այդ հարցերին պատասխանի ուղիղ եթերում։ Դա փետրվար ամիսն էր կարծեմ, կամ հունվար, կամ փետրվար, հա։ Որովհետև սենց է, կար խնդիր, իմ համար անհասկանալի, իմ համար ստանդարտից դուրս, այդ օրվա համար անընդունելի, բայց ես միջև խաչը դնելը վրեն, ասեցի ես հրավիրեմ դուք բացատրությունը տվեք, ընդ որում առաջի բացատրությունից հետո ավելի խորացավ վիճակը։ Այսինքն ես չէի, որ իմ բան պարզվեց, էլի, ասենք այն, որ ավելի փչացա, հա։ Երևի այդ ժամանակ ծրագիրը հասունացած չէր, դեռ բյուրեղացած չէր, հա։ Բայց ամեն դեպքում դրանից հետո եղավ երկրորդ, երրորդ պարզաբանումները, ու ամեն դեպքում եւ ես, եւ վստահ եմ էլի մարդիկ իրենց համար ինչ-որ եզրակացություններ արեցին, տեսեք։ Նույնանման խնդիրներ վստահ եմ էլի մարդիկ ունեցել են, որ չեն հասկանում գուցե եւ մինչեւ հիմա կամ այդքան լավ ծանոթ չեն։ Ես իմ մասով թեման փակելուց առաջ իմ համար, հա, սկսեցի բացահայտել, նոր հետո որոշել փակել թե չփակել։ Ինչու՞ դա բանը ըստ քեզ, որ մարդիկ միանգամից փակում են առանց բացահայտելու, կամ վախում են բացահայտեն, կամ բացահայտում վախում են հետևանքներից ու փակում են, ես չգիտեմ։ Բայց ինչու՞ն է ըստ ձեր անալիզի, որ մարդիկ sense միանգամից ոչ թե ժամանակ տանք, զրուցենք, brainstorm անենք, ասենք, կնանք, գուցե ես ձեզ համոզեմ, ես մի անգամ բան ունեցա, չէ՞, հրավիրեցի ձեր ներկայացուցիչին եւ Արտակ Սարգսյանին, այնտեղ վերջում sense բան եղավ, որ Արտակ ջան, օրինակ դու դեմ ես պարոն Սարգսյան, որ դեմը եւս մի 2-300,000 մարդ բերի ընտրություններ, ասես չէ։ Դա լավ ընտրություններ, ասես հա։ Այսքանով ինչ որ ընդհանուր բան կտանք, էլի։ Ինչի՞ է որ ասեն գոնե այս մակարդակի վրա կոնսենսուս չի լինում գտնել մնացած ուժերի հետ։ Ու թեմա միանգամից փակվում է, շատ կոպիտ։ Այ ինձ թվում է ընդհանուր առմամբ ժամանակի հետ մարդիկ ինֆորմացիաները sense կարճ պորցիաներով են սիրում լսել ու ընկալել։ Այո, որովհետև տեսեք, կյանքը ինքը պատմություններն ու գաղափարները, եթե նայենք մարդկության զարգացումը, էական փոխվել է, չէ՞։ Մեթոդները ոնց է այդ ամեն ինչը ներկայացվում մարդկանց։ Պայմանական, եթե մենք գնանք, ասենք, չգիտեմ, բանը, ինչ որ շատ հին ժամանակներ, ինչ որ մեկը խոսում էր, բոլորը ուշադիր լսում էին, հա։
Չգիտեմ, որ Արիստոտելը ինչ որ բանի վրա գրում էր պապիրոսի վրա ու էդի բոլորը կարդում էին, ովքեր կարողանում էին կարդալ, հաստատ տենց շատ ուշադիր ձևով կարդում էին, չկարդացողները դրանք համարվում էին այսպես ասած տգետ, անգրագետ, չէ, այսինքն այդ հստակ էր։ Հետո ժամանակը զարգացավ, պապիրուսների այդ մեծ բաները փոխարինվեցին, ասենք, չգիտեմ, թղթով փոքր գրքերով։ Հետո մարդիկ սկսեցին լսելով ինչ որ ինֆորմացիա ստանալ։ Հետո հայտնվեցին, ասենք, այդ հեռախոսները ու բաները սկսեցին դրա հեռուստացույցը, հետո հեռախոսները սկսեցին այդ միջոցներով։ Հիմա ասելա նրան, որ դու այսօր ուզում ես կարճ պատմություններ լսես։ Այսինքն ամենաշատ դիտումներ հավաքած այսպես ասած հոլովակները, որտեղ պատմություն է պատմում, խոշոր հաշվով տեղել է պատմություն պատմում, որակի մասին ես չեմ ուզում խոսալ։ Ինչ որ պատմություն է, մեկը ինչ որ բան է խոսում, եթե դնում է, ասենք, չգիտեմ, 2 ժամ խոսում է, մեր այսօրվա, ասենք, խոսացած 2 ժամ տեսանյութը, ինքը նույն դիտումները չի կարող հավաքել, քան որ մեկը 30 վայրկյանում ինչ որ մի հատ միտք է արտահայտում ու ինչ որ տենց։ Բայց այս տեսանյութից կտրված ինչ որ կարճ կադրերը կարան հավաքեն։ Այդպես է աշխատում աշխարհը։ Հիմա ես կարծում եմ նույնն էլ էս բանի վրա է դարել։ Այսինքն նույնն էլ էս քաղաքական բաների ու հələ ավելին էս քաղաքական բաների վրա շատ ավելի բանը ուժեղ է, էլի, որ մարդը չկարդա մի բան ասի միանգամից, որովհետև ինքը մի բան տեսնում է, էլ չի խորանում։ Արա միանգամից պետք է ինչ որ մի հատ արձագանք տա խոսքի, վատ բան պետք է գրի կամ շատ լավ բան պետք է գրի։ Հիմա էսա իմ կարծիքով այն, որ մարդիկ շատ չեն տողատակերը կամ ամբողջ ծրագիրը կամ բովանդակությանը հետևում։ Մյուս կողմից դա նաև մեր գործն է, որ դա կարողանանք ճիշտ ներկայացնենք։ Այսինքն խոսալ նրա մասին, որ տիպը մարդիկ, եթե տենց են դառը էդի վատա իրանք լավը չեն, այտենց չես կարող անես, որտեվ էդի այն իրավիճակն է, որի հետ դու այսօր պետք է աշխատես։ Հիմա մենք ժամանակի ընթացքում սկսեցինք դրա համար, ասենք, լիքը կարճ վիդեոներով, գաղափարները պատմելով եւ այլն, հասցնել տեղ, որտեղ օրինակ երբ որ սկսում էին բոլորին դեմը, սաղի մտքում էր, որ էսի բոյկոտ է։ Դա Ասենք մենք կարծում եմ, իմ կարծիքով, դուք էլ եք մեդիային շատ բաների հետևում բան, մենք կարծում եմ այդ բանը կոտրել ենք, որ դա բոյկոտ չի։ Այսինքն հստակ է, որ բոլորին դեմ բոյկոտ չի։ ստատիստիկան դուք կիմանաք, ես չեմ կարող, իմ համար դժվար է սա։ Իմ մոտ ու իմ շրջապատի ու դրանից մեծ շրջապատի ինչքան որ մենք այս ընթացքում բան ենք արել, ես հասկանում եմ, որ այդ հարցը լուծել ենք մենք, դա խնդիր է եղել ի սկզբանե, մենք իմացել ենք, որ դա խնդիր լինելու է, որտեվ էլի այդ ինձ մարդը որ կարդակ առաջինը այդ կմտածի, մենք այդ դրա վրա աշխատել ենք, այդ հարցը լուծել ենք, հա։ Ինչ վերաբերում է քաղաքական ուժերին, քաղաքական ուժերի մոտ ինձ թվում է տարբեր են պատճառները, բայց խոշոր հաշվով այն կա, որ դե մտածում են, դե ինչ որ ջայլներ են, ինչ որ մի հատ բան են սկսել, իրանք հələ լավ չեն հասկանում այդ քաղաքականությունից, մենք գիտենք ձևերը ոնց պետք է անենք ու տենց։ Ես դրա ճիշտ հակառակն եմ մտածում։ Եթե նույնիսկ մենք ինչ որ բաներ չենք հասկանում, այդ մեր համար ավելի դրական մի բան է, ինչի։ Որովհետև իրանք մտածում են, որ մենք գնալու ենք այդ մենակ այդ 1.200.000 ընտրողի մեջ գտնենք մեր ընտրողին։ Ու իրանք հստակ գիտեն այդ ընտրողին, իրանք ճանաչում են տեղով ընտանիքով։ Բայց մենք ասում ենք, հոп, եղբայր, մենտեղ լիք ուրիշ մարդիկ կան, որոնք այս ձեր խոստույթների, այս ձեր շփումների, ձեր իրար վրա բաներ շպրտելու պատճառով չեն գնում ընտրության։ Մենք իրանք մոտ ենք գնալու, իսկ իրանք բերելու մեթոդներին դուք չեք տիրապետում։ Դուք ուզում եք 100 տարվա փորձ ունենաք։ Դուք ուզում եք խոշոր քաղաքական ուժ ունեք, դուք չեք տիրապետում։ Մենք չենք ասում, որ մենք դրա գործիքների տիրապետողների աստվածներն ենք, հա, այսպես ասած։ Բայց մենք գոնե գիտենք այդ մարդկանց հետ ոնց սկսենք շփվել։ Այդ ամեն ինչը փորձում ենք, սխալվում ենք, ուղում ենք, այսինքն ես գնահատում եմ այս գործընթացը շատ նորմալ գործընթաց է։ Կարային շատ ավելի լավ անենք իհարկե, ես միշտ այդ ձև մտածող մարդ եմ, մտածում ինչ անում ենք, մտածում եմ քիչ է, կարային շատ ավելի լավ անենք, դե դրա վրա էլ աշխատում ենք։ Այն հանգամանք որ ասում են դուք ջայլ եք, չգիտեք, մենք մեծ ենք, մենք լավ գիտենք, դա մի հատ պատասխան կա իմ մոտ։ Բարացնեիք։ Եթե չեք արել, նշանակալ կամ չեք ունեցել կամ չեք կարողացել։ Որովհետև այսօր ավելի լավ է լինել առանց կենսագրություն կառավարման համակարգի մեջ, քան ունենալ բացասական կենսագրություն կառավարման եւ քաղաքականության մեջ այն հանգամանքը, որ դու պնդում ես, որ դու փորձ ունես, հա, որ կներես, ոչ մի ձևով արդարացված չի եւ հիմնավորված չի
քո փորձ ունենալու առավելությունը, որովհետև դու բան չես ստեղծել այս ամբողջ ընթացքում։ Այն Այդտեղ հանգամանքը ավելին ասեմ Վարդան ջան, կներեք, այդտեղ ավելին ասեմ, տեսեք, շատ ժամանակ ասում են դե մենք այտենց բան ենք, մեծ ենք, մենք այսքան մեզի նախորդին ձայն են տվել եւ այլն, այստեղ նույնիսկ դա էական չի։ Ասենք քեզ շատ ձայն են տվել, բայց այս պահին իմ կարծիքով էլի ոչ թե կարևորը այնա ով ինչքան ձայն է ունեցել նախկինում, այլ կարևորը թե ով ինչ աճի տեմպ ունի։ նաև Ով ոնց է կարում իրան մեծացնի, հա։ Իսկ եթե տենց պետք է համեմատվենք դու ոնց խոշոր է մոնետիզացնում է ձայնը, ինչ արեց ձայնի հետ ինքը։ այո, Մոնետիզացնել է թե փոշիացել է դա։ հա, ու եթե համեմատում եք, որ դուք այտենց խոշոր եք, մենք էլ այտենց փոքր ենք, դրա հակառակ օրինակներն էլ կա։ Ոսկի դինոզավրներն էլ էին խոշոր։ Ուր են։ Թրամփն էլ է խոշոր, 6 բան է, Ես 5% էլ Նիկոլը ձայն ունի, դու դա այդ ձայն։ Ես այդ քաղաքական ուժերին համարում եմ, որ իրանք դինոզավրների պես ուժեր են։ Իրանք վերանալու են, որպես քաղաքական ուժ նկատի ունեմ, էլի, դա հստակ ֆիքսենք։ Իրանք որպես քաղաքական ուժ վերանալու են ժամանակի ընթացքում։ Ես վստահ եմ, որ գալիք 5-10 տարիներին Հայաստանի քաղաքական դաշտը փոխվելու է։ Դինոզավրերին հաջող ենք ասելու, հա, դինոզավրերին հաջող ենք ասելու, իրանք գնալու են իրանք, որոնք իրանք հանգստին, հա, բան չասեցի, ամեն ինչ շուտ է պետք, բայց մյուս կողմից ես ոնց որ նայում եմ մեր քաղաքական դաշտին ու այս ընտրություններին, այս ընտրություններից հետո անկախ արդյունքներից նույնիսկ, անկախ, կարևոր չի արդյունքները։ Ես կարծում եմ, որ գնալու է այդ փոփոխությունը, ինչը կարծում եմ շատ կարևոր փոփոխություն է, որովհետև դրա հետևից եկող նոր քաղաքական գործիչները ես հույս ունեմ ու հավատացած եմ, որ իրենք չեն մեծացել այդ գաղջ մթնոլորտում, չեն մեծացել, մթնոլորտը երկրում այդպես է, բայց իրանք մարդիկ են, ովքեր ազատ մարդիկ են, իրանք կարան իրանք որոշումները կայացնեն ու կարան նաև չվաճառվեն։ Իմ հույսը ու իմ ջանքերը ներդրվելու են նման մարդկանց գտնել, փորձել, համոզել, բերել քաղաքականություն ու իրար հետ ճանապարհ անցնել։ Բարի, տեսեն հանգամանքը նշում էր կարճ վիդեոներ, կարճ տեսքեր, արագ տպավորություն, ես դու հետ լրիվ համաձայն եմ։ Ու այս կոնտեքստի մեջ չի տպավորվում, կներես, չի տեղավորվում այն քալորզարշավը, որ դուք եք անում։ Որովհետև ձեր քալորսական ակցիաների մեջ դուք հաշվի չեք առնում այդ կարճ մտածող սեգմենտի մասին։ Վերնագրով դատողություններ անող, առաջի կադրով եզրակացություն անող։ Հա, որովհետև կոնկրետ օրինակի վրա եմ բերում։ Այն տեսարանը, որ դուք նկարել եք այդ թուղթը եւ պլակատ եք դրել եւ ցեխ եք գցում դրա վրա, կարճ նայողի համար դուք դրել եք մասնակիցներին ու ցեխոտում եք։ Բայց մենք Վարդան ջան, դուք գիտեք։ մենք ինչ ենք արել, մենք դրանից, եթե ոնց որ այդ բան են գնում, հայ, մենք կոնկրետ դրանից հանել ենք 36 վայրկյանանոց վիդեո, որը համապատասխան հարթակներում գնացել է ու թույն տարածվել է։ Ավելին ասեմ, այդ 36 վայրկյանանոց վիդեոն, որտեղ voice over-ով խոսվում է նաև, այդ որ ձեր ասածը չլինի, մենք դա ավել ենք, դա գնացել է մեկով եթեր։ Այսինքն մենք այդ ակցիան չենք հանել, այ գործողությունը ինքը տևել է պայմանական կես ժամ, մենք այդ գործողության ամփոփումը լրատվականների ինչ տվել չեն տվել, դա իրանց գործն է, իրանք եկել են լուսաբանել են, հա, բարձր չէինք կարա 36 վայրկյանում այդ ցախ շփորտոցին կազմակերպենք, ինչի նպատակը իդեպ զուտ մեր քաղաքական իրականությունը ցույց տալն էր, էլի ոչ թե ուրիշ բան անել ու ասեմ ավելին, մենք այնքան ազնիվ ենք եղել, որ մեր լոգոն էլ էր այդտեղ դրված։ Հա, մենք դրանից անել ենք 36 վայրկյանոց հոլովակ, որը դրել ենք TikTok-ներում, որը գնացել է հմեկ 36 վայրկյան։ Այսինքն, հա, կարող է 10-ը տենց պետք է անեինք, հա, բայց մտածել ենք այդ մի հատի վրա անենք խաղադրույք, որ ինքը կգնա ու կաշխատի, հա։ Մենք դա արել ենք ու մյուս կողմից մենք արել ենք մի հատ ակցիա, որ ոչ մեկ մեզնից դա չէր սպասում։ Դե չէ, ինչը դուք եք անում, ոչ մեկ չի ստացվում, ես ասեմ ավելին, հիմա ամենից վիճակի մեջ եք եկել, էլ ոչ թե չեն սպասում, այլ մարդիկ դատադելու են զարմանալ։ Սա էլ մյուս ծայրահեղությունն է։ Դա ճիշտ բան է։ Դա հետ ինչ եք անում։ Հա, դուք արդեն դատադելու են զարմանալ ձեր վրա։ Ունեք տեղ զարգացնելու։ Այո, մենք ունենք տեղ, մենք ոնց ենք աշխատում, էլի։ Մենք ունենք պլանավորված բաներ,
որոնք որ այսպես ասած պլանավորված զարգացումներ են, որ մենք դա ապահովելու ենք։ Դրանցից որոշները կարող է մեր նախկին արածներից ավելի լավն են, որոշները ոչ այդքան, բայց դրանք պլանավորված են ու մենք դա անելու ենք։ Բացի այդ, մենք փորձելու ենք շատ արագ արձագանքել իրավիճակների։ Պայմանական ինչ-որ մի հատ իրավիճակ եղավ, որտեղ մենք կարանք գործողություն անենք, մենք էդի գնալու ենք արագ անենք, որը չենք կարող պլանավորենք, որտեղ ոնց որ այդ ամբողջը չենք կարող պլանավորենք, էլի։ Հա, հիմա այդ մեր պլանավորած մյուս գործողությունը, որը իդեպ երկու օրից երևի կանենք, ամենաուշը։ Մեր ովքեր որ մեզ լսելու են, իրանք է կարան ուշադիր լինեն, բոլորին դեմ եմ Facebook-յան էջին, որտեղ հայտարարելու ենք Facebook-յան էջով, հա, կարան ուշադիր լինեն ու գան մասնակից լինել, չբացահայտնել, բայց մենք մտածված քայլեր ունենք, որոնք որ նման ձևի քայլեր ունենք։ Տեսեք, ես օրինակ այսօր էդ էի մտածում ու բանանում, այն քաղաքական ուժերը ինչ են անում հիմնականում մեր այսպես ասած ժողովրդի կողմից ամենաշատ քվե հավանական ստացող քաղաքական ուժերի քարոզարշավը ինչի մասին է, կազմակերպեն համերգ, որի ժամանակ ինչ որ երգիչ-երգչուհիներ գան երգեն, չէ՞։ Դրանից հետո իրանք խոսան, հաջողանեն ու մեկ էլ գնան թռուցիկ բան բաժանեն։ Բոլորի հետ խոսալու։ Դե ես էլ ունենամ վարչական ռեսուրս ու փող, դա կարամ անեմ։ Դրա մեջ բարդ բան չկա։ Այդ տաշտամբել կազմակերպելու մեջ բարդ բան չկա ինձ թվում է։ Ոչ թե ինձ թվում է, այլ վստահ եմ որ չկա։ Ոչ մի ավելորդ կրեատիվություն չկա։ Ասում եմ նույնն է։ Դուք որ գնաք, ես օրինակ նայել եմ այն օրը, չգիտեմ, Եղեգնաձորում ԿՊ-ներ համերգ կազմակերպել, պայմանական Գորիսում ուժեղ Հայաստան։ Հենց համերգ են նայում մարդիկ։ Անտե X երկիչներն են երգում, անտե Y երկիչները։ Հիմա ինչով են իրանք իրարից ավելի լավը, որ նրա երկիչը մյուսինից լավ է երգում։ Էդ է մեր ժողովուրդը ուզում տենի։ Ես մի բան էլ ասեմ, որպես ամբողջ կյանքում նաև համերգներ կազմակերպած մարդ։ Այդ դիտողները հաջորդ օր իրենք մոռանում են այդ համերգը ով է կազմակերպել։ Ուզում եմ ասեմ, ես դրա համար պետք է շնորհակալություն հայտնել։ Իրան մեկ ա եղել, որովհետև եկել է ինքը լսել է X երգչին, թե X երգչին ով էլ բերել, ինչքան փող էր տվել, այդ լսողը առանձնապես հետաքրքրված չի ու իրան դա ոչ մի բան չի ասում։ Ուզում ասեմ, այս մեթոդների կիրառողները պետք է հասկանան մի բան, որ այդ երիտասարդները որ գալիս են, իրենք գալիս են process-ը սպառելու, իրենք թքած ունենան քո տեքստերի վրա էլ, որ դու ես բերել դրա վրա էլ։ Իրանք եկան process-ը սպառեցին գնացին։ Դե իմ ասածը էդ է։ Ու երբ որ մեր նման ուժին էտել եք, այդ որ հարցնում եք, տիպը ձեզ խեն շատ քննադատում ձեր հետևից խեն են, ասենք շատ են, չէ՞, մեզ ասում անլրջացնում են process-ը, մեզ են դա ասում։ Այսինքն մեզ ասում են ուժեր, որոնց քարոզարշավը այն է, որ իրանք համերգ անեն ու դրանից այդ ինչ քարոզարշավը, այդ է լուրջ քարոզարշավ։ Ես հակառակն եմ պնդում այդ նման ուժերին, որովհետև տեսեք, երբ որ մենք անում ենք ակցիա, որի ժամանակ պայմանական Spider-Man-ը գալիս է կենտրոնական ընտրական հանձնաժողովում վիճակահանության, դա անլրջացնել չի։ Երկու պատճառով։ Նախ դա եղածի ցուցադրություն է, որտեղ այն ինչ որ անում են քաղաքական ուժերը, որտեղ այդ ինքնից թատրոն է, էլի։ Բայց ես նաև խեմ կարծում, որ դա անլրջացնել չի, որովհետև այդ իրավիճակում նման կերպ հայտնվելը դա կամքի դրսևորում է։ Դու պետք է կամք ունենաս, չէ՞, որ քեզ այդ ձևով այնտեղ գնաս, դրսևորես։ Դա կամք է, որ քաղաքական ուժը, դա հոմենքը տենց ձեռից չենք որոշի անենք, նստել ենք, լուրջ քննարկել ենք, եկել ենք նրան, որ դա պետք է անենք, հասկացել ենք, որ դա մեր համար շատերիս համար դիսկոմֆորտ է տենց բան անելը, որովհետև ես էլ ու իմ ընկերներն էլ այդ անողն էլ մարդիկ են, ովքեր որ իրենց ոլորտներում կայացած մարդիկ են, ովքեր աշխատանք ունեն, լավ վարձատրվում են, ամեն ինչ ունեն, այսինքն այնպես չի էդի իրենց համար տենց բաներ էլ եկել ենք մարդկանց զվարճացնելու, ոչ, դրա մեջ ամենալուրջ բանը կա, մենք կամք ենք դրսևորել, այդտեղ հայտնվելու, մենք կամք ենք դրսևորել ցեղ շպրտելու բոլոր քաղաքական ուժերի վրա, այդ թվում նաև մեր լոգոն դրել ենք։ Դա կամքի դրսևորում է։ Իսկ համերգ կազմակերպելու կամ հարավակին ուղակի ելույթ ունենալու մեջ կներեք, ես ոչ մի կամքի դրսևորում չեմ տեսնում։ Ես տեսնում եմ, որ մարդիկ ստանդարտ իրենց քաղաքական կառավարության չեմ տնովում ասելով, որ դա ինչ որ վատ ու ցածր բան է, չէ։ Բայց ստանդարտ բան է, դա ով չի կարող անի։ Ես ինձ եկեք տվեք այդ գումարը,
Գնամ երկիչը կգտնեմ, հարավակին խոսացողներ կգտնեմ, բեմ հավաքողին կգտնեմ, մարդիկ կգտնեմ, ովքեր կգան այդտեղ բան կանեն, տնային։ Իրանք էդ են անում։ Կամ տվեք ինձ վարչական ռեսուրս այս նույն կողմից։ Հա։ Նույնը կկազմակերպեմ, կոպիտ ասած արդեն, հա, ինչ որ պետական գործիքները օգտագործելով։ Ինչ տարբերություն իմ համար։ Այստեղ խնդիրը այն է, որ դու կարաս ինչ որ նոր բան մտածես անես, որը ժողովուրդը քեզնից դա չի սպասում։ Ինքը դա ստանդարտ բան չի, ինքը դա ամեն օր չի տեսնում։ Ու այդ ես կարծում եմ, որ մեր քաղաքական ուժը, ես լրիվ ամենայն լրջությամբ եմ սա ձեզ ասում։ Տեսեք, մենք այդպես քայլ ենք արել, բայց ես եկել եմ ձեր այդ հարցազրույցից, դուք խոսում եմ, չէ՞։ Ինչ որ ատակ բաներ չեմ անում, ասենք ամեն դեպքում տպավորություն այն չի, չէ՞, որ ինչ որ մի հատ անլուրջ մեկն է ձեր հետ խոսում։ Ըստ լուրջ խոսում ենք իրար հետ։ Մենք դրա խնդիրը չունենք։ Այստեղ խնդիրը այն է, որ երկու բան պետք է լուծես։ Մեկը դու պետքա կամք դրսևորես, որպեսզի քեզ ժողովուրդը գնահատի ու քեզ ձայն տա։ Երկրորդ, դու պետքա ցույց տաս ինչ միջավայրում են իրենք։ Իսկ այդ միջավայրը թատրոնից ոչ մի բանով, կատակերգությունից ոչ մի բանով չի տարբերվում։ Սպարտակ քանի տարեկան ես։ 34։ 34։ Եթե այս process-ը, ասենց ասեմ, պայմանականորեն ավարտվեց եւ նենց ստացվեց, որ դուք հաջողեցիք եւ կարողացաք 100 օր հետո նորից ընտրություններ կազմակերպել։ Դու ձեր քաղաքական թիմում տեսնում ես մարդիկ, որոնք արդեն լուրջ հայտ են ներկայացել քաղաքական ասպարեզում, բայց արդեն իրենք կմասնակցեն այլ ֆորմատով նոր ընտրությունների մեջ։ Տեսնում ես այդ ռեսուրսը։ Հա, նայեք, եւ դու ես հետեւյալն եմ տեսնում։ Հա, շնորհակալություն հարցի համար, պատասխանեմ։ Մեր դեպքում, ինչպես տեղյակ եք, մեր վարչապետի տեխնացուն սահմանափակված է լինելու քաղաքականություն զբաղվելու, այսինքն երբ որ մենք Այսինքն նույնիսկ զրկեցիք քաղաքականությունը, կոպիտ ասած, որը տվեցիք, ասիկ այսքան եթե լինի, այլ քաղաքականությունով չես զբաղվելու։ Ինքը փուրը տալը, հա, տենց կարանք տենց էլ ասենք, բայց քաղաքական իմաստով։ Մենք մեր տեսանկյունից ինքը շատ լուրջ ու պատասխանատու գործ է իր վրա վերցնելու։ Ու ավելին, ես հավատացած եմ, որ 100 օրով վարչապետ լինելը, երբ որ դու գիտես առաջի օրվանից, որ սա 100 օրով է, շատ ավելի բարդ գործ է, քան 5 տարով վարչապետ լինելը։ Ես տենց եմ կարծում։ Հա։ Ու իրականում այդ իմաստով մեր վարչապետի տեխնացուն Նինան Կարապետյանց շատ կարևոր միսիա ունի ու ինքը ես հավատացած եմ, որ ինքը այդ ամբողջ բարդությունը եւ հասկանում է, եւ պատրաստ է կրի եւ կիրականացնի։ Այդ շատ կարևոր է։ Մնացած մարդիկ, ովքեր որ չունեն այդ սահմանափակումը, իրանք ազատ են իրանց հետագա, այսպես ասած, քաղաքական դեգերումների մեջ։ Ես այս ընթացքում ինչքան որ մենք իրար հետ շփվելու աշխատել ենք, որովհետեւ տեսեք, բոլորին դեմ եմ, իրարից լրիվ տարբեր խառը ինչ որ մարդկանց միտեղ հավաքել ենք մի գաղափարի շուրջ, հա։ Բայց մենք իրար հետ 6 ամիս ապրել ու աշխատել ենք։ Հա։ Այսինքն առաջի օրը իմ համար այդ մարդը կարա որ X տեսակի մտքերով մարդ լներ, որի հետ պայմանական ես չէի պատկերացնի ընդհանրապես ճանապարհ անցնել, բայց նույն կարծիքը կարամ չունենամ 1 ամիս հետո նույնն էլ ինքին նկատի, որտեղ մենք իրար հետ աշխատել ենք, գործ ենք արել, ինչ որ բան ենք ստեղծել եւ այլն, որտեղ դու սկսում ես արդեն իրար հետ, այսպես ասած, այդպես բառ կա IT ոլորտում onboarding ենք եղել, այսպես ասած։ Հիմա ես որպես իմ անունից հստակ ասեմ, որ ես ինքս տեսնում եմ, որ ես մնալու եմ քաղաքականությունում, ես այս քաղաքականություն եկել եմ ոչ թե միայն այս պրոյեկտը, այսպես ասած, անեմ ու ինձ թվա, որ ես դրանով էական փոփոխություն արեցի, ես այդպես կարծում եմ, որ դա էական փոփոխություն է լինելու, բայց ես չեմ կարծում, որ դա բավարար փոփոխություն է լինելու։ Հա, այսինքն լիքը փոփոխություններ է պետք լինելու մեր երկրին, որի համար ես որոշել եմ մտնել քաղաքականություն, հա։ Այսինքն ջանք ու եռան չեմ խնայելու այդ գործում, որպես իմ անունից հստակ ասեմ, փորձելու եմ, որ ավելի լավ Հայաստան մենք ունենանք։ Մյուս կողմից, այս process-ում իմ ընկերները կամ այն մարդիկ, ովքեր եկել են դառել են ընկերներ, շատերի հետ ես կարծում եմ, որ մենք իրար հետ ճանապարհ կգնանք։ Ես ռեալ այդպես եմ կարծում, որովհետև մենք իրար հետ այս պրոյեկտի շրջանակներում այնքան փորձ ձեռք բերեցինք, իրար հետ աշխատելու, իրար հասկանալու, նույնիսկ մենք ունենք մարդիկ, որոնց հետ ասենք լիքը տենց տարբեր կոնֆլիկտային իրավիճակներ են ունեցել, բայց համբերատար ձևով այդ հարցերը լուծելով հիմա հասել եմ նրան, որ ես թափես չեմ էլ մտածում, որ այդ մարդու հետ չպետք է ճանապարհ գնամ։ Իհարկե դա կարա ոչ բոլորին վերաբերվի, ուտեղ ոնց որ բոլորին դեմում այդ խնդիրը չկա։
մենք այդ խնդիրը չունենք։ Կարան որ պարտադիր պետք է իրար հետ բոլորով լինենք, բայց ես կարծում եմ շատերը իրար հետ կշարունակեն քաղաքական ճանապարհ ունենալ։ Ես այդպես եմ կարծում։ Մենք դրա մասին հիմա տենց չենք խոսում, ընկած ենք այս մեր գործերով բանման, բայց ես կարծում եմ, որ շատերը իրար հետ կգնան քաղաքական ճանապարհ։ Բարձա։ Սա ինչի է մոդել իմ համար կարևոր, որովհետև ես այս քաղաքական սերնդափոխության անհրաժեշտություն եմ տեսնում։ Այս հարցը իմ համար այդքանով է կարևոր եւ պետք է ասեմ, որ ձեր գործողությունը, ձեր գործունեությունը անկախ արդյունքից իմ համար այդքանով է հետաքրքիր։ Ոչ թե ասենք ես մերժում եմ ձեր առաջ ասած գաղափարը, չէ, իմ համար ընդունելի է, բայց դրանից առավել նույնիսկ հաջողություն կունենաք թե չեք ունենա, իմ համար կարևոր է, որ դուք կաք եւ ես ձեր մեջ տեսնում եմ ապագա քաղաքական սերնդափոխության համար անհրաժեշտ ռեսուրսը։ Ինչ առումով որ այդ հնացած ձեր ասածը դինոզավրային այդ կենտրոններից դուրս է ձևավորվել, որովհետև նույնիսկ ամենասթափ, ամենալավ երիտասարդը, որ դառնում է դինոզավր բանը, կառույցի կից անդամ, ժամանակի ընթացքում մտածելու ունակությունն է կորցնում նույնիսկ, հա, ինքը արդեն մտածում է սենց, ես իրավունք չունեմ այլ բան մտածելու, քան վերևից այդ դիրեկտիվներն եկել է, եւ սա ես համարում եմ ամենասոսկալի քաղաքական փորձը, ավելովar մարդ չունենա փորձ, քան ունենա նման փորձ, եւ ես դա տեսնում եմ, ինձանից դա հնարավոր չի թաքցնել, մարդ որ բերանը բացում է, ես գիտեմ արդեն ումից է լսել ինքը, երկու օր առաջ ինքը ում է լսել, ում է շփվում, ասենք այդ աստիճանն է։ Այս ձեր գործունեությունը իմ համար այդքանով է կարևոր, որ ուզում եմ անալ, արդյոք ես կարող եմ ակնկալել քաղաքական սերնդափոխություն, դու ինչ ես տեսնում։ Ես տեսնում եմ, որ այո, կարող եք ակնկալել ու կարող եք նաև հենց մեր շարժման տարբեր անդամների մեջ դա տեսնել, որովհետև ես հավատացած եմ, որ իրանցից շատերը մնալու են ու շարունակելու են, ու նաև դրա հիման վրա էլի նոր մարդիկ կգան քաղաքականություն, որովհետև ես հիմա որ նայում եմ մեր, ասենք, երիտասարդների, մարդկանց, ովքեր որ տենց լավ չեն հասկանում քաղաքականությունը ինչ է, իրանց ականջներով որ նայես, լսես, իրանք ինչ որ աղմուկ են լսում անընդհատ, աղմուկ է։ Ես գիտեմ, որ դուք բանը դիրիժոր եք դասական երաժշտության մեջ ու հաստատ ձայները լավ լսում եք, որ ինչ որ տենց լինում է, չէ՞ որ սա նորմալ նվագում, բայց մեջ ինչ որ մի հատ խզոց է, աղմուկ է, որ դες խանգարում է։ Ինձ թվում է մեր մոտ էտա, որ երիտասարդը գնացել է ինչ որ դասական համերգի, ամեն ինչ նորմալ է, բայց ինչ որ մի հատ աղմուկ կա, որը իրան խանգարում է ամբողջովին լսել ու ընկալել այդ երաժշտությունը։ Հիմա երբ որ բոլորին դեպի մի դեր է խոշոր հաշվով, ոչ թե այնա որ այդ աղմուկը վերափոխի սարքի ամենալավ մի բանը, որ մենք մենակ կուզենք լսել, այլ այդ աղմուկը վերացնի։ Այսինքն սարքին այս բան, որտեղ կարան տարբեր տեսակի երաժշտություններ գոյություն ունենալ, հա? Այսինքն տարբեր տեսակի երաժշտություններ իրավունք ունենան լինելու, որ իրանք խոսեն իրանց մասը, ովքեր սիրում է, իրան լսի, եթե դասականն է սիրում, դասականը կլսի, ռոքն է սիրում, ռոքը կլսի, բայց որ լսի։ Հիմա ոչ մի բան չի լսվում։ Չեմ լսում, ես նայում եմ հիմիկվա մեր քաղաքական դաշտին է նույն բանն են ասում սա խոշոր հաշվով իմ համար։ Խոշոր հաշվով նայում ես նույն կինոն է։ Հիմա ինչ տարբերություն ոնց որ այն որ լինում է կինոներ, որ շատ են նայում են բրազիլական սերիալները, ես հիշում եմ որ ժամանակին շատ էին նայում, մի հատ վիճակ էր գալի, որ ասենք չգիտեմ, տատիկս նստած նայում էր, դա սկզբից մինչև որ գիտեր ինչ պետք է լիներ, այս գործողություն չի տեսել, բայց գիտի արդեն։ Նույն սցենարներով են նկարը, հերոսներն ու տեղերն է փոխվել։ Մեզ էական փոփոխություն է պետք։ Ու այդ փոփոխության համար ոչ թե պետքա պատասխանատու լինեն մենակ ինչ որ տենց լիդեր, ինչ որ մեկին գտնենք, որը գա, այսպես ասած, ինքը տենց գիդի ձևերը գա դզի ու տեղը դնի, ես դրան չեմ հավատում։ Ես այդ փրկիչների ինստիտուտին չեմ հավատում։ Էդի ինստիտուտ է, որ Հայաստանում ստեղծվել է ու գոյություն ունի։ 91 թվականից Հայաստանում եղել է փրկիչների ինստիտուտ։ Ով որ եկել է իշխանության, ինքը եղել է փրկիչ։ Ով որ ասել է այնի լավը չի, ես գամ, ինքը ասել է ես եմ լավ փրկիչ։ Ոչ մեկ, այս 35 տարում խոշոր հաշվով չի փորձեն հենց անի, որ այս համակարգը դզի, որ նորմալ երկիր ունենան, որ այդ ինստիտուտները աշխատեն։ Փրկիչների ինստիտուտից այնյան ինչ որ ինստիտուտներ համարյա չեն գործել։
Ես դա մերժում եմ, չկա բրկիչների ինստիտուտ իմ համար։ Ես չեմ կարող ունենալ մի հատ առաջնորդ, ով որ կգա ինքը ամեն ինչում ամեն ինչ գիտի։ Չկա տենց մարդ ինձ թվում է։ Ավելին ասեմ, որ մենք իրար հետ լավ խորանանք, կարող է պարզվի Հայաստանի քաղաքական թիմերում նույնիսկ ամբողջական տես թիմ էլ չկա։ Լավ է, թիմերին հələ դնենք մի կողմ, գիտես ես նոր ինչ էի մտածում, որ 18 թվականի մենք ամենամեծ կորուստը որ ունեցանք, ինչից զրկվեցինք, դա հասարակության ինստիտուտն էր, որ կար, որտեղ մերժված էին փրկիչները, որ ինքը որ ավտոնոմ էր, ինքը շատ տեղերում հարց լուծող էր, ինքը մեծ ապստամբություն, մեծ դիմադրություն առաջացնող եւ կազմակերպող էր, եւ ամենամեծ կորուստը, որ ես տեսնում եմ քաղաքական իմաստով, հենց այդ հասարակության ինստիտուտի փոշիացումն էր, որովհետեւ ինչ եղավ, մի մասը անցավ իշխանության թևի տակով, գայթակղվեցին դարձան կամ նախորդը տենց էր դրված, էդ էլ կար, հասան իշխանության մաս, մի մասին ուղղակի կարողացան ժամանակավոր գայթակղություններով փչացնել, նեյտրալիզացնել, այմիս մասն էլ այդ ամեն ինչը տեսնելով մնաց ինքը շատ բան փոքրիկ կրզյակի նման ու լռեց։ Հիմա ես այս ամբողջ 8 տարվա պերիոդը որ ես նայում եմ, ասում եմ, լսի, չի կարա դա վերանա, էլի, դա ինչ որ միտեղ հաստատ ինչ որ մի հատ ինքը նոր վերաձևման մեջ է, ինքը ոնց ռեֆորմատ է լինում, էլի, ինչ որ ֆորմատի փոփոխության խնդիր կա, անպայման մի տեղից ինքը մի ձևով դուրս է գալու։ Ես երկար ժամանակ հույսով փնտրում էի, ես նայում էի։ Ես կարող եմ իսկ թույլ տալ մտածել, որ ձեր process-ը նման մի բան է։ Եվ հակառակը, եթե քաղաքացիական այդ ակտիվ շերտը լիներ, ինստիտուտը լիներ, դեմը չէր լինի, բոլորին դեմը չէր լինի։ Նայեք, ես sense եմ մտածում, չգիտեմ, փորձեմ Որտեղ ինչներ են համակարգից դուրս էր ու հնար չէր բռնել։ Ինքը անկառավարելի էր։ Փորձեմ ոնց որ իմ բանով նկարագրեմ, էլի, ես ոնց եմ կարծում դա եղել է։ Նայեք, ոնց որ ինձ թվում է, ասենք պայմանական այն իշխանությունը, որ 20 տարի Հայաստանում իշխել է մինչև 18 թվականը, ոնց որ իրանք չգիտեն ոնց լինել ընդդիմություն։ Չգիտեն ձևերը։ Ասենք իրանք չգիտեն ընդդիմությունը ինչա, ոնց է աշխատում։ Ո՞րը տալիս են, ինքը ընդդիմությունն է, գալիս է խոսում, չգիտեն։ Ես խոսում եմ ոչ թե այն ընդդիմությունից, որ իրանք գիտեն, այլ խոսում եմ այն ընդդիմությունից, որ մենք պետք է ունենանք։ Այսինքն Հայաստանում ի՞նչ է տեղի ունեցել։ Հայաստանում տեղի ունեցել մի հատ իրավիճակ, որ 20 տարի մենք ունեցել ենք մի հատ իշխանություն, որը 20 տարի ինքը եղել է իշխանության։ Ինքը բանը, ինքը քաղաքականության հետ խոշոր հաշվով շատ էական կարող է կապել չի ունեցել, այն իմաստով, որ ինքը դասական քաղաքականությամբ չի զբաղվել, ինքը զուտ պետության գլխին է եղել, պետության ռեսուրսները օգտագործել է, ինչ որ բաներ արել։ Պարզա քաղաքական բաներ էլ է արել։ Բայց ինքը ոնց որ զուտ կառավարել է երկիրը, այսպես ասած։ Դա գաղութային վարչակազմ է եղել, դա ինքնուրույն քաղաքականություն իրականացնում չի եղել։ Հիմա դրան ի զուգահեռ մենք ունեցել ենք ոնց որ ընդդիմություն պայմանական, որի մեջ այդ հասարակությունը ասվածն էլ էլի խոշոր հաշվով ինքը ընկալվել է իշխանությանը, այդ մարդիկ տարբեր տեղեր կպել են, որպեսզի ինչ որ բաներ չանցնեն ու իրենց մոտ ինչ որ բաներ ստացվել է։ Բայց այս հասարակությունը ու ընդդիմությունը ասածն էլ 20 տարի դրանք է կառավարել ու փորձ չեն ունեցել։ Իրանք ունեցել են ըմբոստանալու, ինչ որ բաներ կանգնացնելու, այսինքն երկու հատ ինչ որ անփորձ վիճակները փոխվել են։ Տեղերով փոխել են, ոնց որ վերցրել ենք ասենք Վավանից դուք գնացեք Տերելը քեզ երկրին։ Դուք գնացեք ընդդիմություն եղեք։ Այսօր ընդդիմություն Նիկոլա բան իշխանություն։ Սերժ Սարգսյանը չգիտի ոնց է ընդդիմություն։ Ասում է ժողովուրդ, ելնում ենք հանրահավաք անենք, հա։ Այդ չեն գալի ախպեր։ Բայց այդvað գալիս էին։ Ախի չեն գալի հիմա։ Իրոք չի լինում ինքը ասի ու չգան։ Հասկանում եք, որովհետև պարզ է իհարկե հաշվի առնելով թե սրանց կൂട്ടակած այսպես ասած կապիտալը, ես հələ փողի մասին չեմ խոսում, էլի քաղաքական ինչ որ կապիտալի, մարդկանց որ իրանց հետ կապ են ունեցել, թե սրանց ինչ որ ազդեցություն հետո ունենում է պարզ է։ Հիմա եթե դու 20 տարի իշխանության ես ելել, ինչ որ աշխատողներ են լիքը եղել, որտեղ Հայաստանում ի տարբերություն շատ երկրների, ասենք բանը բնակչությունը ցավոք սրտի մեր մոտ 3 միլիոնի կարգի է ու լիքը պետական աշխատող կա։ Դու գնացել ես այդտեղ մյուսը եկել է քոնոնց հանել է գործից, ավտոմատ այդ մարդիկ քո հետ դժգոհ են, կոպիտ ասած, ինչ որ մասը գալիս է։ Բայց այդ մասը որ գալիս է, 1 կգա, 2 կգա, 3 կգա, 4-ին գործ է գտնում, գնում է իր համար աշխատելու, հետո ջոգում է որ ոնց որ չպետք է գա ինքը այդ հանրահավաքին, էլ իրան էդի դուր չի գալի, խի գա, իմաստը ո՞րն է իր գալու։
իր հարցերը չի լուծվում դրանով։ Ես կարծում եմ, որ այս փոփոխությունն է, որ բերել է ձեր ասացին, ու մեզ ժամանակ է պետք, այտենց հարցերը ինձ թվում է այտենց առաջ չեն լուծվում, էլի։ Այո։ Ժամանակ է պետք, որ ոնց որ այդ ինստիտուտները վերականգնվեն, իրական ինստիտուտները վերականգնվեն, որտեղ ես կարծում եմ չենք ունեցել իրական ինստիտուտներ։ Հիմա այդ ձեր նշած ուժերը, ասենք պայմանական Սերժ Սարգսյանի, Քոչարյանի, այսպեսի այն մյուսի, իրանք էլ ինչ որ sense մետաստազներ են թողում, էլի, էլ այտենց ֆուտ չեն վերացել կոպիտ ասած, որ գան, որ իրանք հետևից իրանք են փագել հնարավորությունը նոր ուժերի, նոր մտքի, ոնց որ ավելի հաղթական ու ավելի արագ ստեղծվելուն, sense ասած, էլի։ Հա, հիմա արդեն ոնց որ այդ սառույցը կոտրվել է, այդ այտենց մի օրում չի լինում իմ կարծիքով, էլի, ոնց որ կոպիտ ասած իր իշխանություն կորցնելով չես կարող այնց անես, որ ասես դե վաղվանից ինքը չկա, հիմա սրանով ենք զբաղվում։ Որտեղ ինչ որ մարդիկ ինչ որ մի քիչ հավատներ ունեն, որտեղ կերպար կա ստեղծած, այդ կերպարի նկատմամբ ինչ որ բաներ ունեն, հա։ Նույնն է հակառակը։ Հիմա մեր բանը որն է, որ մենք պետք է բանը իրական ընդդիմություն պետքա ձևավորվի։ Ընդդիմություն պետք է լինի այդ։ Ու այդ ընդդիմությունը այտենց կնոպկեքով չպետք է կառավարվի, իրանց առնելով չպետք է կառավարվի։ Այդ ընդդիմություն պետք է լինի, որտեղ մարդիկ իրանք իրանց կարծիքներ ունեն, իրանք իրանց կարծիքների ու իրանց արժեքների համար են պայքարում։ Այդ է բանը։ Ես չեմ տեսնում այդ ձեր նշած մարդկանց որ փոփոխություն է եղել, որը թե ինչ որ էական բան է փոխվել, կամ որ իրանք գան իշխանության էական բան է փոխվելու մեր երկրի համար։ Ինչ տարբերություն։ IT ոլորտի ներկայացուցիչ որպես քեզ մի հարց եմ ուզում տամ։ Ապագային պատկերացած պետության մեջ Հայաստանը երկու գեր ուղղություն կա, որ պետքա զարգացնի, մեկը օրգանական գյուղատնտեսությունն է, մեկը բարձր տեխնոլոգիաները։ Դու որպես արդեն քաղաքականության մեջ այդ ներկայացած քո ֆորմատի մեջ դու ինչ ես տեսնում։ Նայեք, ես կարծում եմ, որ գուցե այլ ոլորտներ կան, իրականում նույն էներգետիկայի ոլորտն է կարծում եմ, որ կարևոր է լինելու, ջուրն է շատ կարևոր լինելու ապագայում։ Նոր էներգետիկայի ոլորտը, եթե մենք IT ոլորտ պետք է ունենանք, նոր էներգետիկա ունենանք, հա։ Ես մի քիչ երևի էլի։ Հա, եկեք ուզում եք, հա, IT-ից խոսամ, բայց ես չեմ կարծում, որ մենակ այդ բաներն է, բայց ամեն դեպքում, եթե խոսում ենք IT-ի մասին, ինձ թվում է մենք ամբողջովին չենք պատկերացնում բարձր տեխնոլոգիաները ուր են հասել։ Մենք որ ասում եմ հավաքական մենքի մասն է, այսինքն թե մեր պետական ինստիտուտների, թե մեր բնակիչների, քաղաքացիների, ես կարծում եմ, որ ոնց որ այն ինչ որ հիմա բարձր տեխնոլոգիաները անում են, այն ինչ որ արհեստական բանականությունը հիմա հասել է, ավելին ասեմ, նույնիսկ հենց Հայաստանի IT ոլորտի մեջ ամբողջովին կարծում եմ այդտեղ հələ ինչ որ բաներ կան, որ չի լուծվել, այնպես ասած, հա։ Այսինքն այսօր արհեստական բանականությունը այնպիսի հարցեր է կարող լուծի, որ ոնց որ քեզ դրա համար էլ մարդ պետք չի, որ այդ գործը անի։ Ու դե գնալ այնրան, որ չէ, այդ բան մարդուն պետք է տանք անի, այդ սխալ մոտեցում է։ Դու ոչ մրցակցային ես լինելու ապագայում։ Եթե Հայաստանի Հանրապետությունը որոշել է մրցակցային լինի, թե որպես պետություն, ու նաև մրցակցային սարքի իր քաղաքացիներին, այսինքն որ այդ մարդիկ աշխատաշուկայում մրցակցային լինեն։ Օր առաջ պետքա այս ամեն ինչը ամբողջ փուլով ներդրվի։ Օր առաջ։ Ինչ ներդրվի։ Պայմանական, եթե սկսենք առաջի բանը, արհեստական բանականությունը կիրառելը, թե կենցաղային մակարդակում, թե աշխատանքային մակարդակում, պետքա ներդրվի։ Պետքա երկրի համակարգերը որ կա, որոնք մենք օգտագործում ենք, սկսած, չգիտեմ, անձնագրայինից վերջացրած ոստիկանություն, պետքա թվայնացվի։ Օրինակ բերեմ մի հատ ձեզ։ Մի հատ օրինակ բերեմ։ Պարզ օրինակ։ Որովհետև ես արդեն մտածեցի ոստիկանների ոնց ենք թվայնացնելու։ Իրանք ուրեմն ով որ չի թվայնանում ինքը դուրս է մղվելու։ Ոստիկաններին կարող թվայնացնել։ Հա, չէ, համակարգի հետ է։ Դրան է կարող հասնենք, հա, իդեպ, որովհետև արհեստական բանականության այս հեղափոխությունից հետո հաջորդ հեղափոխությունը մեծ հաշվով երևի լինելու է ռոբոտների հեղափոխությունը։ Այսինքն օգտագործելու են արհեստական բանականությունը, որպեսզի ռոբոտներին ել ավելի լավ բան անեն, սովորացնեն ու օգտագործեն կենցաղում եւ բոլոր process-ներում, էլի։ Մենք ոնց որ այս արհեստական բանականության հեղափոխությունից այտենց բան ենք, հետ էինք իրականում։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ հաջորդ տեխնոլոգիական, այսպես ասած, հեղափոխությունից հետ չլինենք։ Կամ դրա
մեջը լինենք, այսպես ասած, կամ եթե նույնիսկ մեջ չենք, այնքան մոտիկ լինենք դրան, որ դրա լինելուց հետո այն առաջին օգտագործողները լինեին, որովհետև այդ առաջին օգտագործողները եւս իրանք շատ կարևոր դեր են ունենում, բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ պետք է ունենանք։ Հիմա մի հատ օրինակ ձեզ բերեմ թվայնացման, որ պատկերացնենք, էլի։ Օրինակ, այս կուսակցությունները, երբ որ իրանք տեխնացուներին գրանցում են, ամեն տեխնացուի համար դու պետքա կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնես տեղեկանք, որ ինքը վերջի 4 տարին ապրել է Հայաստանում, մշտական բնակվել է Հայաստանում 4 տարվա մեջ 2 տարի եւ ավել, եւ վերջին 4 տարին եղել է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պետքա տեղեկանք տրամադրես, որ ինքը հայերեն գիտի, իսկ դրա հավաստում է ոնց որ դիպլոմ եւ ատեստատն է, այսպես ասած, պետքա տրամադրես իր անձնագրի բանը, պատճեն կամ բանի պատճեն։ Հիմա դրա համար կենտրոնական հանձնաժողովը սարքել է մեծ համակարգ, որտեղ մտնում ես մուտք ես անում այդ տվյալները։ Հիմա նայ յուրաքանչյուր քաղաքացու այդ տեղեկանքը, օրինակ այդ բնակության կամ քաղաքացիության մասին տալիս է միգրացիոն ծառայությունը։ Երբ որ ես այդ մարդուն գրանցում եմ որպես պատգամավորի տեխնացու, կարելի է շատ արագ ու հանգիստ իմանալ այդ մարդը բավարարում է այդ կետին, թե չի բավարարում։ Ոչ թե այդ մարդը գնա տեղեկանք ուզի, հետո ասում են այդ տեղեկանքը on-line կարած դիմես, բայց անպայման թղթային պետքա դիմես, վրան է պետք է կապույտ լինի պեչատը։ Հա, ու պետք է վերես թղթային 10 անպայման։ Եղբայր, այդ համակարգը, որ ընդհանրապես իրար կպցնեք, այս ամբողջ բանից դուրս կգան։ Իսկ այդ ի՞նչ է նշանակում դուրս կգան։ Նշանակում է, որ պայմանական ամեն կուսակցության անդամ է, հիմա մենք 87 հոգի մենք ունենք, 20 կուսակցություն է, մինիմում 2000 մարդ իր օրից լիքը ժամանակ ծախսում է, որ գնաց տեղեկանքները հավաքի։ Ինքը ոչ արդյունավետ քաղաքականությամբ է նշանակում զբաղվում, եթե դա իր գործն էր։ Ոչ էլ արդյունավետ իր մյուս գործերով է զբաղվում, եթե ինքը ունի այդ աշխատանքը։ Հա, եթե ինքը ոչ մի աշխատանք չունի, բան, հա, էլի լավ է, դուրս է գալի տնից, գնում է այդ գործերը անում։ Հիմա մենք պետք է այնպես անենք, որ այս ձևի հարցերը մեր քաղաքացիների համար լուծվի, հարմար լինի այդ մարդկանց ապրելը։ Անհարմար է։ Դու կուսակցություն ես բացում, այս տեղեկանքներ հավաքել ու թղթաբանություն անել, այնքան զահլագործ է մեր նման մարդկանց համար։ Ես հայտարարում եմ, որ դա զահլագործ է, որտեղ ես դրա մեջ արժեք չեմ տենում։ Այդ գործի մեջ ինչ արժեք կա, որ ես պետք է իմ կյանքից այդքան ներդնեմ։ Բայց կարամ չէ, ես մեծ արժեք եմ տենում, որ այդ գործը ավտոմատացնեմ ու էդի մեր ազգին մեծ արժեք կտամ։ Ես պետք է տեղեկացնեմ, որ ովքեր Ամերիկայի Միացյալ Նահանգներում են ապրում, կիմանան վստահ եմ կարող Եվրոպայում են լատենց։ Ամեն դեպքում որ դու ուզում ես գրանցվես, ցանկացած բան, կայք։ Հենց բացում ես ռեջիստր ու պետք է գրանցվես, առաջի տարը որ խփում ես, տարբերակա տալի, ասում ես ես քո տեղը լրացնեմ, ավտոֆիլն է, ասում ես, հա, մեկ էլ ուզում են քո ամբողջ հեռախոսի համար էլեկտրոնային հասցե, նաև վճարման միջոցներ դու որն ունես, որն է այս պահին ակտիվ։ Հա, դու ակտիվացնում ես, համաձայնությունը տալիս ես, մնացածը արդեն քո տեղը համակարգը սաղանում է, որովհետև դու կաս արդեն համակարգում։ Շատ խնդալու կլինի, որ դու ասենք ամեն անգամ ամեն գերատեսչությունում ամեն էլ գնաս տպած ինչ որ մի բան բերես, դա այսօր գութանով հող վարելու մակարդակի մի բան է։ Հիմա եթե Հայաստանի կառավարությունը ցանկացած ղեկավար բերանա բացում է, որ մի բանից խոսա, այդ թուղթ է թղթապանակները, այդքան թուղթա տպվել, այդքան աշխատանք է պատը, պետք է ասես փաթեթավորել ու մտցնել այդ բացած բերանի մեջ։ Արա ասել քո սարքած երկիրի համակարգը, էս չի, հալեսի մենակ մի օրինակ է։ Այս ընդհանրապես մի օրինակն է, որը շատ բան են ասում համակարգի մասին։ Ես հա կարծում եմ, որ ռեալ այս խնդիրները իրանք շատ ուղիղ ազդեցություն ունեն։ Հələ չեմ խոսում, տեսեք մենք իրար հետ հələ ոչ զրուցել ենք, չգիտեմ, արտաքին քաղաքական հարցեր, այս հարցեր, այն հարցեր։ Ուղղակի դու որպես պետություն պարտավոր ես այնպես անես, որ քո քաղաքացիների համար այս երկրում ապրելը հարմար լինի։ Հա, դա քո մինիմում պարտավորությունն է, որ դու պետք է անես։ Հարմար լինելու մեջ է մտնում, որ իրան պետքա պաշտպանես, հարմար լինելու մեջ է մտնում, որ իր համար պետքա պայմաններ ստեղծես, որ ինքը արտաքին աշխարհի հետ կարողանա լավ աշխատի, բարեկեցիկ լինի, այս լինի, այն լինի։ Երբ որ դու այդ պայմանները ստեղծես, քո երկրի քաղաքացի կուզենան շատերը լինել։ Իսկ մենք այսօր ինչ ունենք, որ մեր երկրի քաղաքացի մեր հայրենակիցներից շատերը չեն ուզում լինել։ Այսինքն այն ինչի մասն ենք խոսում, ինչքան էլ խոսքի չգիտեմ, տենց ասես արտաքին քաղաքականությունը ընդ բանը, խզարում եմ։
Է որ վերջում դե մարդ չի մնալու, ում համար է խզարում այդ արտաքին քաղաքականությունը։ Բայց Ես որպեսզի այստեղ մարդ մնա, ոչ թե պատճառը այն պետք է լինի, որ այդ մարդը մնա, որովհետև ինքը այտեն սուր հայրենասիրական զգացմունքներով անպայման ուզում է այս հողն ու ջուրը տենա, այն էդի հարմար է, կա, էդի բան չասեցի, էդի կարևոր է որ մենք այլ ինքը պետք է իրան ստեղ այնպես գա, որ իրան հարմար է ստեղ։ Իրան ստեղ լավ է, իր միջավայրը լավն է, իր շրջապատը լավն է, իր օդը երեխու լավն է, դպրոցը ջուրը լավն է, լավն է, հա, ամեն ինչ լավն է։ Քաղաքում այգիներ կա, կարում է տանի այնտեղ երեխեքը խաղան։ Հարմար չի, ոնց որ ուղղակի հարմար չի, իսկ ու ընտրություն էլ շատ չկա։ Այսօր Հայաստանում այնպես է բան եղած, որ պրոբլեմ է այդ ամեն ինչը։ Հիմա եթե մենք այդ խնդիրը իրար հետ չենք լուծել, որպես բան ազգ ես 35 տարում այդ հարցերը չենք լուծել։ Ոնց որ բա parza են մեծ հարցերում parza որ fail էինք անելու։ Fail էինք անելու։ Ոնց կարայինք չանեինք։ Ում ենք դրա մեջ մեղադրում։ Fail էիր լինելու։ Ես չեմ ասում ես դրա հետ հաշտ եմ, ես հաշտ չեմ դրա հետ։ Ես չեմ ուզում այդպես լիներ։ Ցավոք սրտի այդպես է եղել։ Հա, բայց որպեսզի դա մեր մոտ տենց շարունակական բնույթ չկրի, մենք պետք է գործ անենք։ Ու մենք պետք է գործ անենք, ոչ թե այնձև, հա, դե լավ, օքեյ է, ոնց որ դե շատ է, չէ՞ ընդունված, տենց ինչ որ մի բան թեն կպցնեն, ասեն օքեյ է, չէ։ Այդ միջակցություն ասվածին մենք չպետք է հարմարվենք։ Անում ենք, ուրեմն լավ ենք անում։ Լավ ենք մենակ։ Դու քո եղած հնարավորության ամենամաքսիմումով պետք է անես։ Եթե տենց չես անում, ուրեմն խնդրեմ է։ շատ լավ, հիմա ես ընդհանրապես որ մեզ նայելու են բնակարաբաց նաև քո գոլեգաները, որոնք արցանց բիզնեսի մեջ են, ու դրանցից մեծ մասը, մի մասը կարող է նույնիսկ արցանց ծառայություններ ունի, ուրեմն իմ մոտ սկզբունք կա, ես դա մասին մի անգամ հայտարարել եմ, մոռանում եմ ամեն հաղորդմանը կրկնել, էլի։ Ցանկացած գործունեություն, որը արցանց է եւ ես կարող եմ իրեն օգտակար լինել եւ դա օգտակար է մեր ազգին ինքնապաշտպանությանը, ինքնապահպանմանը, ինքնաճանաչմանը, ես պատրաստ եմ իմ հաղորդումների ժամանակ իր մասին խոսել գովազդի կարգով։ Ինձ դրա համար ոչինչ պետք չի։ Ինձ պետք է որ իմ հայրենիքի դառնուցավով ապրող նպատակներ դրած մարդու գործերը հաջող լինի։ Եվ ես հայտարարում եմ, եթե կան այդ ոլորտի բիզնեսմեններ, ստարտափներ, որոնք իմ կողմից իրենց մասին խոսալու կարիք են զգում, հա, ես իրոք պատրաստ եմ եւ ծառայությունների մասին խոսել, եւ գովել, եթե դրան գովալու բան է, եւ դնել իմ նկարագրությունների բաժնում, որովհետեւ ես իմ ձևով կարողանամ օգտակար լինեմ նրանց, ովքեր մտածում են իմ երկրին օգտակար լինելու մասին։ Սա ովքեր Դա բանը ես կարամ մի բան ասեմ։ Անպայման։ Բանը ես գիտեմ որ դուք խոսում եք, բայց ասում ավելորդ անգամ կարամ իմ կողմից ասեմ, որ ես կարծում եմ, որ մեր նախագիծը ինքը կարևոր նախագիծ է ու կարակ ինչ որ բարբերաբար հիշեցնել, որ բոլորին դեմ եմ մասնակցում ընտրություններին, դա բոյկոտի ձև չի։ Մենք կուսակցություն ենք, որը մասնակցում ենք ընտրություններին ու մենք քվեաթերթիկում համար երկուսն ենք լինելու։ Այդ եթե ինձ կհամարեք այդ դեպի մարդկանցից մեկը կարող եք ասել։ Ես պետք է ասեմ, որ ես դա մասին բարբերաբար խոսում եմ միջև քո ասելը, Գիտեմ, բայց ավելորդ անգամ ասեցի բան անեմ։ Ոչ թե ձեզ գովազդելու համար, ոչ թե ձեզ գովազդելու համար, թե ոչ մեկ չմտածի, որ ես ասենք նախընտրություններ եմ դնում եմ մարդկանց մեջ ու կերես հյուր եմ հրավիրում, որտեղ դա ազնիվ չի լինի, բայց երբ որ մարդիկ ներվում են, չգիտեն ում ընտրեք, ես իրեն ասում եմ պայմանականորեն, լսեք, սենց է, եթե դուք այսօր չունեք ձեր սրտի տեխնացուին, որ կարող եք մի անգամից ասել ինքն է, դեմը առաջարկում է նոր ընտրություններ 100 օր հետո, գուցե շանս տանք 100 օր հետո նոր ընտրություններ լինի, մեկը տեխնացու չունես, չէ՞, ընտրվես գուցե այն ժամանակ քո սիրած նախընտրած տեխնացուն գա ի հայտ, ես այս բանի տակ եմ ներկայացնում, նաև կարող եմ ուրիշ ձև ասել, դուք պատկերացրեք գնացել եք մի երկիր, տեղափոխվել եք մի երկիր, դեռ 3 ամսով, դուք չգիտեք մնալու եք այդ 3 ամ, մնալու եք մի քանի տարի, թե այդ 3 ամսից հետո դուք թողեք հետ կգաք։ Բնականաբար ձեր մոտ տեղաշարժի խնդիր կա, չէ՞, ասենք ինչով տեղաշարժվել։ Կարծում եմ ամեն մեկը չի, որ մտածում է 3 ամսա մեջ, 3 ամսա համար կարելի է մեքենա գնել։ Մեքենա չեն գնում, դա խելամիտ չի, հա։ Եթե չես ու մեքենա գնես, երկու տարբերակ կա, կամ ռենտ ես անում, վարձակալում ես, կամ տրանսպորտով, կամ էլ ոտքով ես ման գալ, դա տարբերակ է, չէ՞։
Հիմա այն մարդիկ, ովքեր կամուկացի մեջ են, մեքենա գնեն երկարաժամկետ թե չէ, այստեղ ասում եմ կարճաժամկետ լուծում, հետո երբ որ կպարզվի, որ դու մնում ես երկար այդ մեջ, նոր արդեն այդ 3 ամսվա մեջ դու կկողմնորոշվես, հա, ինչ մեքենա առնես, ինչքան ծախսես այդ մեքենայի վրա, ինչ բյուջե տրամադրես եւ այլն եւ այլն։ Ասկի եթե դու երկարաժամկետ քո խնդիրը լուծում ես, չես տեսնում, քեզ առաջարկում է կարճաժամկետ, հետո ռեստարտ, այդ ընթացքում կմտածես քո հաջորդ իրական տեխնացում որն է, որովհետեւ չարժի ընտրել ինչ որ մեկի մենակ դրա համար, որ դու ասենք ինչ-որ մի բան պետք է անես ստիպված, էլի։ Կարելի է լավ օրինակ է, կարանք մենք է օգտագործենք, այս ձեր օրինակը։ օգտագործենք, այս անվճարը։ Կարելի է time out վերցնել, նա սեփական բաները վերանայել, նորից լսել տեխնացուներին, որովհետև չէ որ այս բոլոր համայնա տեխնացուների հնարավորությունները տալիս են, եթե համաձայնությունը կա։ Մեկը հիասթափվում է, մեկը բանը կողնորոշվում է, մեկը ոգևորվում է, մեկը ասում է, դու թաքցնում ես, այ լավ, այսի լսեցի։ Բասա չէ դաշտը, մենք էլի է մեզ պետք է ժամանակը, մենք իմ կարծիքով մենք նոր ենք մտնում քաղաքական մշակույթ ձևավորելու շրջան։ Մենք 30 տարի ավել ենք քաղաքական դաշտ ձևավորելու պրակտիկա չենք ունեցել։ Մեր մոտ եղել է S, կամ Ռաֆինա, կամ ասենք Սերժը, կամ Բաննա, կամ Սերժնա, կամ ասենք Լևոն Տեր-Պետրոսյանը, կամ Վազգեն Մանուկյանը, կամ ասենք չգիտեմ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այսինքն սենց է եղել մենք չենք ձևավորել այդ քաղաքական դաշտը, իսկ մենք հիմա շնորհիվ նաև ինտերնետի ռեսուրսների մենք այդ քաղաքական դաշտն ենք ձևավորում եւ դեբատների ինքնաբացահայտումների նաև լավ եւ վատ իմաստով մենք ինչ-որ բան ենք անում, էլի։ Չոչ ենք անում, չոչ, այն երեխեքը ոնց քայլելուց առաջ չոչ են անում, չէ։ Մենք քաղաքական նոր չոչ ենք անում։ Ասա բաներից մասերից վարպետ չէ։ Չէ, այդ է շատ լավ օրինակ է, ասում եմ մենք բան կանենք, օգտվենք դրանից։ Նաև իրականում լավ բան եք անում, որ գիտեմ տարբեր ուժերի կանչում եք, այդ շատ կարևոր է, դեբատները եւս շատ կարևոր է, որովհետեւ օրինակ չգիտեմ հիմա կարող լսած ելնեք այս վերջերս ինչ որ տենց քաղաքական բաներ, այսպես ասած բանավեճեր դառը բառը ճիշտ է ասում թե չեն, ասենք ինչ որ մեկը այս բառն է ճիշտ ասում, այն մեկը այս բառն է ճիշտ ասում, այն մեկը այն բառն է, չգիտեմ, այդ ինչ կապ ունի քաղաքականության հետ։ Հիմա կարա իմ մոտ չէ, ասելուց մի բառ կարամ սխալվեմ պայմանական։ Դրանով չեղավ, որ ես այս բանը երկիր ուրեմն չես կարող կառավարես, ինքը բանը, դեղորայք բառը սխալ է ասել, վերջ։ Այդտենց չի։ Մարդիկ այդ ամեն ինչի փոխարեն թող նստեն իրար հետ բանավիճեն, թող այդ մի բառը սխալ ասեն, թող երկու բառ սխալ ասեն, բայց իրար հետ նստեն բանավիճեն, քաղաքացիները եզրակացություն կատարեն, ում ընտրեն։ Ու այն մեթոդը ինչով որ կազմակերպվում է մեր բանավեճերը, բանի, այս հանրային բանավեճերը, որոնք որ գնում են կարելի ասել տենց հանրայինի եթերով բանով, այդ 19 ուժ իրար հետ ոնց բանավիճեն։ Այդ ոնց կարաս դու կազմակերպես բանավեճ, բանավեճ որ 19-ն չի, որ 19-ի հետ անհամաձայն են, այնտեղ կա 2-3 բան, ճամբար ընդամենը, էլի։ Հա, բայց որ 19 հոգի, ես եթե քաղաքացի եմ նստում եմ, ասես 19 հոգի, կանջատեմ, ասենք 10 րոպե հետո կանջատեմ, չեմ ուզենա լսեմ։ Բանավեճը պետք է այնպես լինի, որ դու կարողանաս այդ մարդու ասածներն ու մտքերը լսես։ Կարողանաս գոնե տպավորություն ձևավորես այդ մարդու արժեքների մասին։ Դու ոչ մի բան չես հասկանում այդ բանավեճից։ Իսկ այն ձևաչափը, որ դուք եք անում մեկ բան, այդ ինձ թվում է շատ կարևոր ու պետքական է։ Մեր մասով մենք բոլորի պատրաստ ենք, մենք բոլորին դեմ ենք, մեր համար բանավեճերը բավականին հեշտ է, ասես ասեմ, առանց ինչ-որ բանի էլի, իհարկե մենք պատրաստ ենք, դուք եթե կլինեն մարդիկ, ովքեր կուզեն մեր հետ բանավիճել, ես կարծում եմ մենք խնդիր չենք ունենա այդ ամեն ինչը կազմակերպելու, ինչը նաև ցույց ենք տվել օրինակով փաստացի մի հատ դեպք ունենք։ Պարզան, ես էլ քաղաքական ուժերին առաջարկում եմ, եթե ուզում եք դեմ իմ այդ բանավիճել, անցած անգամ Արտակ Սարգսյանից հետ ուզում եք, մենք կազմակերպեցինք։ Եթե էլ ուժեր կան, որ ուզում են բանավիճել եւ ապացուցեն, որ դեմ իմը սխալ է, ես սիրով այդ հնարավորությունը կտամ, ապացուցեք ինչքան վատնա դեմ իմը։ Ես էլ մեծ դիտողներին ասեմ, որ շաբաթը հարցու պատասխանի ուղիղ եթերում մեր ժուրնալ լինելու Նինա Կարապետյանցը, որը եթե ընտրվեց հարթեց դեմ իմը, ինքը քանի տարի իրավունք չունի առաջադրվելու 10 տարի նշանակովի եւ ընտրովի պաշտոնների չի հավակնելու։ Փաստորեն ասում եմ, sense
Բայց այս Սերժ Սարգսյանի չի հավակնելուն չի իդեպ Վարդան ջան որ ասում է դետի ասել եմ չեմ հավակնելու չեմ ասել չեմ լինի ես որ ասեցի չի հավակնելու նկատի ունի չի լինի հա բանը մեկ էլ Նիկոլի նման չի ասի ես չեմ ասել հորս արել ես ասել եմ հոսավ այդպես բան չի ասել Լիნა Կարապետյանցը մի խոսքով Լինա Կարապետյանցն լինելով մեր արդյունքում եթերում դու կարող եք հարցեր տալ իրեն իմ միջանոց իմ համար անսպասել էր բայց բավականին հետաքրքիր էր այդ shift-ը անցումը բանից նժարից դեմեմ հետո դեմեմի վարչապետի տեխնացու կան մարդիկ որոնք ասենք այս process-ի մեջ են մոտենալու կամ բանակցությունների մեջ է թե ավարտվել է այդ process-ը նայեք մենք փաստացի լրիվ բաց կարելի ասել բոլոր քաղաքական ուժերի հետ խոսել ենք հանդիպել ենք իդեպ Նինա Կարապետյանցի ուժի հետ հենց ձեր մոտ կազմակերպված հարցազրույցի արդյունքում մենք տենց հանրային կոնֆլիկտ ենք ունեցել, որը հարթել ենք, դուք լավ գիտեք հաստատ։ Մենք բայց քանի որ բոլորս հասուն մարդիկ ենք, հասկացել ենք, որ դա խնդրեմը լուծել ենք, այդ խնդրեմը առաջ են գնացել։ Այս պահին այստեղ մի հատ պաուզա դու սա թող լսեն բոլորը ովքեր վախենում են հանրային կոնֆլիկտներից, հանրային տարածքներում եւ մտածում եթե մարդը կոնֆլիկտ ունեցավ, ուրեմն աշխարհի վերջն է, հա? Հանրային տարածքում կոնֆլիկտներ հնարավոր են թյուրիմացությունների պատճառով կամ ոչ միտումնավոր բաների պատճառով եւ այդ կոնֆլիկտները լուծվում են թե չէ կապված է կողմերի քաղաքական, քաղաքացիական գիտակցության մակարդակից որտեղ այդպես խնդրեմ ունեցել եմ նաև ես այդ խնդրեմը լուծվել է մեկ օրվա մեջ դեմեմն ու նժանն այս այդ խնդրեմը լուծվեց այն մնացածները որ չեն կարողանում այդ լուծել նշանակում է իրենք խնդիր ունեն ոչ թե այո շարունակի հա դե մեր համար այդ կոնֆլիկտը լուծելը շատ հեշտ է եղել մեր համար որ ասում եմ մեզ եւ նժարը իրար հետ նկատի ունեմ բոլորս էլ հասկանում ենք ոնց որ քննիթը որն է ու մեր իրականում սկզբունքներն էլ շատ մոտ են եղել ի սկզբանե։ Այսինքն նժարը եւս քաղաքական համակարգի փոփոխությունների մասին է խոսացել։ Այդ process-ը հիմա կոնկրետ ինչ որ process, որ ասեմ քաղաքական ինչ որ տենց ուժերի բաների հետ գնացող չունենք, այս պահին տենց ինչ որ ongoing ընթացիկ process չունենք, որ մենք իրականացնում ենք, բայց բոլորին դեմեմը իր ֆորմատով ու ձևով նույնն է մնացել, այսինքն մենք նույն թափանցիկ ձևաչափն ենք որտեգրել ու դա չի փոխվել։ Ինչեւ հիմա յուրաքանչյուր մարդ, եթե կգա, կմտնի մեր կայք, կգրանցվի, որպես բոլորին դեմ եմ, ընդունի մեր հռչակագիրն ու մեր process-ները, մեր սկզբունքները, ինքը արդեն բոլորին դեմ է։ Իրան ոչ ընդունող կա, ոչ հանող կա։ Այսինքն մեր մոտ այդ ձևը կազմակերպվել ու մենք էդի պահել ենք ու մենք էդի շարունակում ենք պահել։ Մենք ոնց որ թափանցինք մեր ֆինանսները ամեն ամսվա վերջ հրապարակել ենք մեր Facebook-յան էջում, ի տարբերություն էլի մյուս քաղաքական ուժերի, որոնք մենակ դա անում են, որովհետև օրենքի ինչ որ մի հատ պահանջ կա, այս ինչ օրը ինչ որ բան անել։ Ու մինչև այդ ինչ ասես անում են։ Ավելին ես ձեզ ասեմ, մինչև կուսակցություն հիմնելը մենք ՀԿ ունեինք, որ էլի ունենք։ Ու այդ մեր հաշվետվությունները այդ ՀԿ-ի հաշվետվություններն էլ է ներառում։ Այսինքն մենք այնքան բաց ենք եղել, որ մինչև կուսակցություն լինելու ունեցել ենք ՀԿ, որտեղ այդ պահանջները չկան, բայց մենք հասկացել ենք, որ դա քաղաքական պրոյեկտ է, ու մենք այդ ամեն ինչը այդ ձև արել ենք ու շարունակելու ենք իրականացնել։ Մենք այդ առումով չենք փոխվել, եթե կլինեն մարդիկ, ովքեր կուզեն մեր կողքը լինել, մենք բաց ենք, մենք ուրախ ենք, մենք ոնց ձեր կողմը սպասում ենք նման մարդկանց, մարդիկ, լինեն ովքեր որ հա իրանց մտքով կորոշեն գալ, իրանք մեր նման ազատ մարդիկ են իրանց որոշումներով, մեր մոտ չկա տենց ինչ որ բաներ, եթե դու եկել ես անպայման պետք է SS բաները անես, դու գալիս ես, մենք քեզ պատմում ենք, մենք ինչ ունենք, դու որոշում ես, կվերցնես հանձնառություն մի բան անելու, ուրեմն պատասխանատու ես դա անելու, եթե չես վերցնի, ուրեմն դու ուղղակի բոլորին դեմ եմ աջակից մարդ ես, մենք արդեն քեզ շնորհակալ ենք։ Ինչքան շատ ներգրաված կլինես, մենք այդքան ուրախ ենք, բայց մենք շարունակելու ենք մեկը նույն ձև մեր աշխատանքները, էսա կարևորը։ Ուստի շատ կարևոր մի հատ բան կա, էլի, որ մենք ունենք ինձ թվում, այնա որ այդ 30-40% բոլորին դեմ քաղաքացիները, ովքեր մենք ոնց որ այդ քաղաքացիներն են դիմում, էլի, մենք սարքել ենք այդ քվեն, արդեն կա այդ քվեն, մենք այդ գործը արել ենք, մենք ձեզնից ավել բան չենք ուզում, մենք ոչ ուզում ենք դուք առավոտից իրիկուն մեր հավաքներին գաք,
Ոչ ուզում ենք դուք առավոտից իրիկուն մեր մասին խոսեք։ Մենք մի հատ քայլ ենք ուզում իրանցից, որ այդ օրը գան, ընտրատեղամաս ու ընտրեն, որովհետև իրանց քվեաթերթիկը կա։ Մնացած բաներին ինչքան կմասնակցեն, մենք գոհ ու շնորհակալ ենք, բայց մենք մի բան ենք, այսպես ասած, ուզում։ Մի բան ենք խնդրում։ Մնացածը չենք խնդրում։ Մնացածին կգաք, շատ լավ։ Այդ մի հատը ռեալ խնդրում ենք, որ հունիսի 7-ին գաք ու քվեարկեք երկրորդ քվեաթերթիկը, համար 2 քվեաթերթիկը ընտրեք։ Մենք այդ ենք ուզում իրանցից։ Որտեվ իրանք իմ նման մարդիկ են, ովքեր 21 թվականի ընտրություններին ոչ խոսում էր, որ ձեր էր հանում, բայց չգնաց ընտրության։ Հիմա այդ մարդկանց համար ստեղծել ենք, էլի կարա չխոսա, չասի, որտեվ իրան դուր չի գալի այս իրավիճակը, որին ինքը ուզում է գնահատական տա։ Կարող է մեզ էլ մեջ է դուր չի գալի։ Բայց քանի որ ստեղծվել է այդ քվեաթերթիկը, մենք այդ ջանքը գործադրել ենք։ Մենք դա արել ենք հենց այդ մարդկանց համար։ Մենք իրենց համար ենք դա արել։ Մենք այդ ջանքը գործադրել ենք, մենք մեր կյանքից լիքը ժամանակ ենք դրել, ֆինանս ենք դրել ու ընդհանրապես խնդրում ենք, որ ընտրությունների օրը 2 ժամ ժամանակ ծախսեն, գան ընտրեն ու այդ փոփոխությունը կլինի։ Սպարտակ ռեալ 100 օրվա մեջ ինչ եք ռեալ պատկերացնում, որ կարող եք հասցնել փոխել, որ հաջորդ ընտրությունները ավելի լավը պետք է լինի։ Սա իմ համար ամենակարևոր հարցն է։ Այ ինձ թվում է հետեւյալն է։ Ամենամեծ փոփոխությունը այն է, որ կարելի էր։ Ինձ թվում է, այն է, որ մարդկանց մոտ կառաջանա բան, որ ոնց որ կարելի է փաստորեն։ Հնարավոր է բան փոխել։ Կարելի է աշխատել, չունենալով միլիարդներ, չունենալով վարչական մեծ ռեսուրսներ, բայց ունենալով միտք ու դրա իրականացման կամք, կարելի է Հայաստանում բան փոխել։ Մենք այդ իրավիճակն ենք փոխելու։ Նույնիսկ եթե ասես պատկերացնենք, էլի, եթե մենք մեր այս օրակարգի կետերը փոփոխությունները չանեն, ինչը պարզա անելու ենք, եթե մենք նոր ստացվի, բայց նույնիսկ եթե դա չանեինք մենք, միևնույնն է, ես կարծում եմ, որ մարդկանց մոտ առաջանալու այդ բանը, որ աստորեն հնարավոր էր։ Հնարավոր էր։ Հա։ Ու բացի այդ, որ դա է առաջանալու, նաև եղած հին քաղաքական համակարգի խաղացողների նկատմամբ գնահատական է դա լինելու։ Այսինքն այդ խաղացողները հաջորդ ընտրություններին նույնատիպ քվեների չեն հավակնելու։ Իրանք կարող է ուզենան դա ստանան, բայց հենց մի հատ փոփոխություն է լինում Հայաստանում։ Օբյեկտիվորեն դա չեն կարա։ Հա։ Ու ստացվելու է այնպես, որ նոր ուժերը, նոր քաղաքական միտքը ինքը լսելի է դառնալու։ Ես չեմ ասում, որ ոնց որ այդ հաջորդ ընտրություններին պայմանական ես ու ասենք իմ ընկերները, որ մի հատ նոր կուսակցություն ստեղծենք կամ գնանք ինչ որ կուսակցության միանանք, պետք է գանք 55%-ը վերցնենք կամ 70%-ը վերցնենք։ Ավելին, ես հավատացած եմ, որ տես չի լինելու։ Ու ես նաև հավատացած եմ, որ դա այնպես չի, որ վատ է լինելու մեր ազգին։ Մենք մեր տեղը ունենալու ենք։ Հա։ Բայց ուրիշներն են ունենալու։ Մեր նման նոր մարդիկ են մտնելու, իրանք են մեր նման պայքարելու դրա համար։ Ու արդեն այն մարդը, որ գնալու է ընտրելու, ինձ չի մտածելու, Սպարտակենք լավ էին արել, սրանց ընտրեմ։ Նայելու են դեմյատ ուրիշ թիմեր, ասելու, արա սրանք էլ են լավ աշխատում։ Ո՞վ է իրանց ընտրեմ։ Էսա կարևոր բանը ինձ թվում է։ Ոնց որ ծրագիրը, այդ օրենսդրական փոփոխությունները, բաները, էդի հենց որ մի կողմ դնենք, զուտ քաղաքական իմաստով քաղաքական իմաստով համաձայն եմ քո հետ ու առանց երկրորդ փոփոխություն ծրագրային նա օրենսդրականն ասա ինձ դա է հետաքրքրում նաև դե օրենսդրականը մեր կետերն է որը անելու ենք բայց երկրորդ փոփոխությունը ասեմ նոր դրան պատասխանեմ երկրորդ փոփոխությունն այնա լինելու որ բավականին շատ բոլորին դեմ մարդիկ մեր հաջողությունը որտեղ դրանից է կախված էլի ես դրան եմ հավատում սկսելու են ընտրությունների գալ ու պարտադիր չի իրանք հաջորդ ընտրություններին գան ընտրեն բոլորին դեմը լինելու է մեր քվեաթերթիկը չէ այսինքն ոչ թե մեր ուժի այլ բոլորին դեմ քվեաթերթիկը դա լինելու է բայց սա նաև ձև է լինելու որ նման մարդիկ իրանք սկսեն մասնակցեն ընտրական process-ներին ինչ վերաբերում է ձեր հարցի պատասխանին 100-օրյա այդ 100-օրյա հասցեին ինչը հնարավոր փոխել ինձ այդ է նայեք մենք 3 փոփոխություն ենք հայտարարել չէ այն մեծամասնությունն ենք ասում չեղարկենք որը իր մեջ մտնում է այդ բոնուսային բայց դա սահմանադրորեն ամենագրված չի Սպարտակ այ հեսա հերթով սա հաս ոնց է կանոն ամբողջը կասեմ
Կար մեծամասնությունն է, որը իրանից ենթադրում է այդ 2% որ բոնուս են ստանում, եթե 50 են հավաքում 52 են տալիս, եւ երկրորդ փուլն է դա ենթադրում, ինչպես նաեւ դա ենթադրում է այսպես ասած կայուն փոքրամասնության չեղարկում, այսինքն այն արհեստական դրույթը, որ չգիտեմ, եթե դու 15% ես հավաքել ու ասենք դու իշխանություն չես, քեզ 30 սարքենք, որտեղ որ 33 սարքենք, չէ, 2/3, 1/3 է սարքած։ Նույնն էլ հակառակը։ Ոնց որ այս դրույթներն է, երկրորդ փոփոխությունը շեմի իջեցումն է եւ երրորդ փոփոխությունը բոլորին դեմ քվյաթերթիկի ավելացումն է։ Հիմա նայեք, այս փոփոխություններից երկուսը վերաբերվում են ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքին, մեկը վերաբերվում է հենց սահմանադրության։ Այս երեք փոփոխությունների համար հարկավոր է ազգային ժողովի մեկի դեպքում 2/3-ի, այսինքն հարակվե պետք չի։ Դա է ուզում ասել, սա միտքս դներ որ հարակվեով դա անել պետք չի։ Մի դեպքում հայ պետք է 2/3-ը, մյուս դեպքում քանի որ սահմանադրական օրենքը 3/5-ը, այսինքն ավելի նվազ։ Էսա պետք։ Հիմա մեր գործը այն է լինելու, որ մենք քաղաքական ուժերին դրա շուրջ բերելու ենք համաձայնության, որ իրանք դրան քվեարկեն։ Իսկ այդ համաձայնության բերելու ենք ոչ թե նրանով, որ մենք ինչ որ բռնաճնշումներ ենք անելու, բռնելու ենք, փագելու ենք, նստեցնելու ենք, էս ենք անելու, այն ենք անելու։ Այլ որ իրավիճակը այդպես է լինելու, եթե մեզ ընտրել են վարչապետ, ուրեմն այս օրակարգն ենք անում։ Իրանք մենակ դրա համար են մեզ ընտրելու վարչապետ։ Մենք չեն ընտրելու վարչապետ, որ մենք եւս 180 հատ բան պետք է փոխենք, մենք այդպես բաներ չենք փոխելու։ 100 օրում դա իդեպ այդ 100 օր ասածը ինքը սկսվելու է այն օրից, երբ որ մեր լիազորությունները սկսվելու է, ու ավարտվելու է այդ 100-րդ օրը լինելու է բանը, արտարկ ընտրությունները։ Այո։ Այսինքն այդ իմ հիշելով եմ ասում, օգոստոսի 2-ին սկսվելու է մեր լիազորությունները, որտեղ հունիսի 7-ի ընտրություններից հետո մինչև օգոստոսի 2-ը այդ իշխանության, այսպես ասած, փոխանցման փուլն է, հա։ Օգոստոսի 2-ից հաշված 100 օր հետո լինելու է արտարկ ընտրությունները։ Էսա լինելու։ Իսկ պատերազմի երբ է լինելու։ Նիկոլո խոսքը տվել պատերազմ, չէ՞։ Այդ պատերազմները, այդ շանտաժի բաները շատ բան ձև է, էլի մարդկանց մանիպուլացնելու, այդ ամենավատ բանն է։ Ես մենակ այն գիտեմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը չընտրվի, ապա հենց ինքը չի լինելու Հայաստանի ղեկին մեծ հավանականությամբ հաջորդ ընտրություններին տարբեր ուժեր եւս չկարողանան ինչ-որ բաներ հաղթահարեն, ու իմ համար դա էական չի իրանց ասածները։ Ես հասկանում եմ, որ իրանց ասածները մարդկանց վրա ազդում են։ Ես ռեալ տեսել եմ, որ դա ազդում է, որովհետեւ եթե երկրի վարչապետը հելնում է բոլորի դեմը կանգնում է, ասում է, եթե ինչ չընտրեք պատերազմը, շատերի մոտ կարա այդ բանը առաջանա։ Ոնց որ։ Բայց այդ էլի նույն պնդումներից է, որ փաստորեն ոնց որ մենակ իրանից է կախված, էլի ինքը չլինի մեր երկիրը կործանված է։ Այն նույն բանն էլ հիմա ուժը Հայաստանն է ասում է, պետք է Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, որ երկիրի տնտեսությունը կամ երկիրը ընդհանրապես փրկվի։ Այդ մի հոգուց կախված լինելու բանը, ոնց որ իմ մոտ բանը անում, էլի, այսինքն դա երբ չկա քաղաքական միտք մնում է նման ծեծված ու դատարկ խոսույթերով առած։ Հա, ինչ որ մի հատ լավ մարդու բրենդավորենք, հա, բան չասեցի, ոնց որ այդ մարդը հարուստ մարդ է բան, բայց այդ չի նշանակում, որ հարուստ մարդ է, ուրեմն ինքը կարող է իմ ամբողջ հարուստ մարդ այսօր Ամերիկան է ղեկավարում ու ամբողջ աշխարհը կրակն է անգել։ Ոչ թե Ամերիկան, ամբողջ աշխարհն է կրակն անգել։ Մենք էլ գիտենք նաև ոնց կարա լինի, էլի։ Ինքը հələ ամենահարուստ ամերիկացին չի։ Հա, ամենաշատ հարուստների մեջ ամենաշատ տակտվածն է ինքը։ Ֆեյլ եղած։ Սպարտակ, մի հատ բացատրես այդ պահը, որ լսողները հասկանան։ Ինչ է լինում այն կուսակցությունների ձայները, որոնք չեն հաղթահարում 4%-անոց բաժերը։ Փաստացի այսպես է օրենքը աշխատում։ Այն բոլոր կուսակցությունները, ովքեր որ հաղթահարում են շեմը, պայմանական 3 կուսակցություն հավաքեց ու իրանք ինչ որ ձայներ ունեն, մենակ իրանց ձայներն է հաշվում ու դրա հիման վրա բաշխվում մանդատները։ Այսինքն, եթե 3 կուսակցություն իրար հետ անցել են այդ շեմը ու դա 600,000 ձայն է, որից մեկինը, ասենք 200,000-ն է, մյուսինը 300,000-ն է, մյուսինը ինչքան է, 100,000-ն է, այդ համամասնությամբ մանդատները բաշխվելու։ Եթե այնտեղ 400,000 ձայն եկե քվեարկել են, բայց չեն անցել, իրանց ոնց որ ասես մի կողմա դրվում, սրա վրա է բաշխվում։ Հիմա եթե ասում են Հայաստանում ձայների փոշիացում, ովքեր որ չեն հաղթահարում, այսպես ասած, կհեն այս վերջերս հավասարաչափ է բաշխվում դրանց վրա։
կհն էս վերջերս վիդեոեր հանե ասում էր ձայների փոշիացում չկա, տենց հա տերմիններով այդպես չի, բայց փաստացի այսպես է ստացվում, երբ որ դու այդ ամբողջական բանը 600,000 1 միլիոն չես պահում կոպիտ ասած ծախսում ես 600,000 քո բաները, այդ նշանակում է որ այն 400,000-ը մի կողմ դրեցի։ Բաշխում է, այո, համամասնորեն, ու համամասնությունը գործում է այս ով որ շատ է հավաքել, ավելի շատ հաստատ անցողիկ Ավելի հավաքածը շատ ինքը ավելի շատ է ստանում տրամաբանորեն, էլի։ Այդ ձև է գործում։ Հիմա դրա համար է պայմանական, որ 21 թվականի ընտրություններին օրինակ Նիկոլ Փաշինյանը ուժը հավաքել էր 53%, բայց ստացել էր սահմանադրական մեծամասնություն։ Ինքը 67% ստացել էր, որովհետև 20%-ից ավել ձայներ փոշիացել էին, ու ինքը ստացել էր դրա ամենամեծ կտորը, քանի որ ինքը 50-ից ավել էր հավաքել ու դառել էր այդպես սահմանադրական մեծամասնություն։ Հիմա այն մարդիկ, ովքեր որ գնում են ընտրում են ուժերի ու իրանք գիտեն, որ այդ ուժերը չեն անցնելու, հետո շատերը գիտեն, էլի, բայց իրանք հավատում են այդ ուժին, վստահում են այդ ուժին, ես այդ խնդիր չունեմ այդ մարդկանց հետ, էլի։ Զուտ այդ մարդկանց եմ դիմում, էլի, բոլորին դեմը կա։ Երբ որ դուք ընտրեք բոլորին դեմեն, ձեր ուժին ընտրելու հնարավորություն եք ունենալու 100 օր հետո։ 100 օր հետո, հա։ Այո, ու այդ ժամանակ այդ ուժին ընտրելու ու իրա ընտրվելու շանսերը էական ավելի մեծ է ալնելու։ Մենք այդ մարդկանց համարել ենք ձեռ տալիս, որ ժողովուրդ այս ընտրությունների, ոնց որ ընտրեք մեզ, որ հետո ձեր ուզածը կարողանաք ընտրեք։ Ընտրեք մեզ, օգնենք ձեզ։ Ես էլ ձերի տվեցի։ Կտակ։ Սպարտակ 4% պետք է հաղթահարեն, չէ՞, 4% ինչքան է, 100,000 ձայ։ Չէ, 100,000 չի անի այսօրվա այդ համակարգում, որովհետև 470,000, հա, բայց ընտրություններին դրա կեսն է մասնակցում։ Հա, եթե հաշվենք դրա կեսն է մասնակցում, պայմանական 1,250,000 մարդ է մասնակցում, հա, ինքը մի 50,000 ձայն է ստացվում։ Ինքը բարդ է, պատկերացրեք սենց, էլի, 21 թվականի ընտրություններին 2 ուժ է հաղթահարել ՇՄ, 2 ուժ։ Այդ եղել է Քոչարյանի ուժը, ու այդ եղել է Փաշինյանի ուժը։ Սերժ Սարգսյանի ուժը զուտ այն իմ նշած համակարգի բոնուսով որպես երրորդ ուժ մցրել են, որտեղ որ ինքը ասում է պետք է անպայման 3 լինի։ հա։ Հա, թե չէ ինքն է չէր մտնելու։ Ու դառնալու էր մենք ունենալու ենք այդ փաստորեն Հայաստանում այդ երկու մտքից էան, ընդհանրապես գոնե մի հատ, երկու հատ, չգիտեմ, միտք չկա։ Դա մեր ապագան, կամ հեսա կամ էնա։ Ու ասեմ ավելին, այդ ուժերը ու այս համակարգը ստիպում է, որ այդ ուժերը իրանց սաղ գործողություններում ընենց բևեռացնեն հասարակությանն ու իրանց, որ էլ տեղ ձև չկա ինչ-որ բաներ հետ բերելու։ Այն աստիճան են իրանք ոնց որ կամուրներ այրում իրար նկատմամբ, հա, որ всё, այլ բան չի, իրավիճակ չի, որտեղ դու կարաս ինչ-որ մեկի հետ համագործակցես, աշխատես։ Կա տենց իրավիճակ։ Դու պետք է նենց անես, որ դու կրես, որ դու կրում ես, կոպիտ ասած, 5 տարի այն մյուս ուժին ինչ ուզում ես ասա, մեկը իր ասածները չի անցնելու։ Դու իշխանություն ես, всё, ընդ կարան գա, զուտ է հիմա օրենքով կնոպկեն պետք է սխմեն 2 բառ խոս։ Եկեք սխմեն կխոսեն։ Բան չի փոխվելու, դու այո, նույնիսկ եթե այդտեղ որտեղ sense մի հատ արգումենտ կա, ասում են, դա էդի Քոչարյանի ուժն է, ամեն երկրորդ բալով Նիկոլը կարում էր թափտար Եվանյան։ Ախպեր Քոչարյանի ուժը չլներ, ես էլ նեի, որին այտենց մատը չէր կարա թափտար։ Գայի լավ բաներ խոսայի նույնիսկ։ Խոսալուցս հետո որ մեկը անդե կնոպկեն սխմում են մի հոգով ընտրում են։ Այն մի հատ կնոպկա է հասկանում, եք էդ իրականում։ Այդ մեր աշխում է, որտեղ որ 10 հատ կնոպկա, մի հատ կնոպկա, այդ մի հատ կնոպկա սխմում է, հարցը լուծվում է։ Մի հատ դեպք է եղել այսքան ժամանակ, ես ինչքան որ ես եմ տեղյակ, եթե սխալվում եմ, թող ասեն, ես բան կանեմ, բայց մի հատ դեպք եմ իմացել, որ այն պատգամավոր կար Հայկ Սարգսյանը, որ ինչ որ թեմայով տարակարծիք էին, եկավ ազգային ժողով, ու ինքը իր բերած օրենքի նախագիծներ, ու արդյունքում ինչ ստացվեց։ Ինքը բերել էր օրենքի նախագիծ, որը այդ հանձնաժողովը անցել էր, եկել էր ազգային ժողովի քվեարկության, ընդե անցել էր արդեն։ Ազգային ժողովի քվեարկությանը ամբողջ ԿՊ-ն դեմ քվեարկեց։ Ինքը իր բերած օրենքի նախագծին մի օր առաջ դոշ էր տալի, հաջորդ օրը դեմ քվեարկեց ինքը իր նախագծին։ Ոնց է այդպես լինում։ Այսինքն այդ կուսակցությունում բան չկա, ինչ որ մի հատ ինչ որ ալտերնատիվ կարծիք չկա։
Կամ այդ ալտերնատիվ կարծիքը մենակ փակսենյակների համար է։ Էդի հանրային ասել է բանը, հա, Չկա, հանցագործությունը։ որովհետև Փաշինյան Նիկոլն ասել է, չէ, չկա ուրիշ կարծիք, կա մի հատ իմ կարծիք։ Բայց այս խնդիրը գիտեք որն է, Վարդան ջան, խնդիրը այն է, որ նույն իրավիճակն է ըստ կողմում է։ Հա, նույն կողմում, հա, գիտենք էդի։ Ոչ մի տարբերություն։ Խնդիրը այդ է։ Խնդիրը այն է, որ ոնց որ մարդիկ ու մեր մոտ էլ դա անկալելի չի։ Օ, եթե տես բան աներ, ուրեմն բան է, լավ, թռավ գլխից բանսը։ Չէ, եղբայր, ես կարամ 100 հատ հարցում քո այդ համակարծիք լինեմ, միտեղ համակարծիք չլինեմ, մենք կարանք մենան նույն թիմում իրար հետ աշխատենք, բան անենք, բայց այստեղ տարբեր կարծիք ունենանք։ Դուք Ամերիկայում եք ապրում, ինձ լավ կիմանաք բանը, հանրապետականները սաղ Թրամփին սիրում են։ Չէ, չէ։ Չէ, Թրամփին սաղ չեն սիրում, բայց բոլորն իրար սիրում են բանը հрьяաներին, iPac-ը, այդ են սիրում։ Հա։ Եվ iPac-ի փողերը։ Ես հիմա մի հատ փոքրիկ մաթեմատիկա անեմ, դուք իմ հետ փորձեք չհամաձայնվեք։ Կոչես բոլոր ովքեր պատրաստում են գնալ ընտրությունների իրենց սիրած եւ պաշտելի կուսակցությունների համար։ Ուրեմն եթե ձեր կուսակցությունը չի հավաքելու 50,000 պլյուս ձայն, դուք ձեր ձայնը ակամա տալու եք Փաշինյան Նիկոլին։ Ինչպես հասկանալ է դեպքում ձեր կուսակցությունը հավաքելու է 50,000 պլյուս ձայն, թե ոչ։ Պարզելի մաթեմատիկա։ Եթե ձեր ինֆորմացիոն տարածումը օրվա մեջ, ոչ թե ասենք մի ամսակատարվածքով, օրվա մեջ հասանելի չի մինիմում 150-200,000 մարդու աշխարհով մեկ։ Որից ենթադրաբար կեսը լինելու է Հայաստանում, որից ենթադրաբար կեսն էլ գալու է ընտրելու։ Այն էլ հələ ձեզ կընտրի թե չէ դեռ ապց։ Հա? Ուրեմն եթե դուք չունեք այդ ինֆորմացիոն տարածումը, ճանաչվածությունը, աջակցությունը մոտավորապես 200,000 առնվազն աշխարհով մեկ, նշանակում է դուք 50,000 ձայն գրանցված քվե չեք ստանալու։ Սա բան է, էլի, պարզ մաթեմատիկա է։ Ինչքան ուզում եք դուք դնեք, ասենք, չգիտեմ, Չե Գևարայի տեղը, աշխարհի վերջի տեղը, ասենք Հիսուսից հետո երկրորդ մարդու տեղը։ Դե ես գիտեմ, որ ամեն մարդու կուրք, այս կռապաշտ հարստարակության մեջ տենց է, հա, ինքն է, իր վերջն է, մի խոսքով, այս ծառնանցեն ունի մենակ ինքն ու Դուբայի թագավոր, ասենք։ Մենք շատ լավ հասկանում ենք եւ ընդունում ենք դա այդ խնդիր չունենք, բայց մաթեմատիկան մնում է մաթեմատիկա։ Եթե դուք չունեք օրվա մեջ 200,000 դիտում ձեր հարցումների աշխարհում եք, նշանակում է դուք ձեր ձենը տալով ձեր կուրքին, ձեր կուսակցության տալիս եք Փաշինյան Նիկոլին։ Ինչ անել է դեպքում, որպեսզի ձեր կուրքը, ձեր կուսակցությունը, ձեր, չգիտեմ, սիրած կազմակերպությունը իր ունեցած ձայներով ռեալ տեղ ունենա ազգային ժողովում, պետք են այս փոփոխությունները, այսինքն գոնե time-out-ի պահով, հա, պետք է այդ 100 օրը, որպեսզի հանվի Սերժ Սարգսյանի կարած այս օրենքները պարտադրված, որտեղ կազինոյում հաղթում է մենակ ինքը, օրվա իշխանությունները։ Ես խնդրում եմ հակառակվես ինձ Պարտակ ջան, ասա որտեղ համաձայն չես։ Նայեք, ես իմ խոսքում նշեցի, որ այն մյուս կուսակցությունները, ովքեր որ այսպես ասած փոքր կուսակցություններ են ու մեր ծրագրի այսպես ասած կարևոր շահառուներից են, ես իրանց անդամներին դիմեցի, որ իրան գան մեզ քվեարկեն, որտեղ դրանով իրանց կուսակցությունները հետո ավելի կուժեղանան։ Բայց ինչ վերաբերում է ձայները փոշիացնելու այդ պնդման հետ, նայեք, ես այդքան էլ դրա հետ համամիտ չեմ։ Էդի ձայները փոշիացնել չի։ Այդ մարդը քաղաքականությամբ է զբաղվում, ինքը իր կարծիքը ունի, ինքը հավատում է դրան, ինքը ինչ որ համակիրներ ունի, ու ինքը դրանով գնում է առաջ։ Ոնց որ ինչ կապ ունի այնտեղ, ոնց որ արդյունքում Նիկոլը կընտրվի, թե Սամվել Կարապետյանը, թե եւ այլն, Եթե կարծիքի խնդիր չկա, ես խոսում եմ այդ իր գործը չի։ Հա։ Դե նայեք, հիմա այսօրվա համակարգով ոչ մի տարբերություն խոշոր հաշվով, եթե համակարգը այնպես է, որ ընտրվում է, ինքը վերցնելու է այդ համակարգը ու ոնց որ տենց թագավորի բաներով շարունակելու է կառավարել, ինչ որ բաներ կփոխվի բարձր, ամեն մարդու փոփոխությունից ինչ որ բաներ փոխվում է։ Բայց դա մեզ պետությանը էական օգուտներ չեն տալու։ Իսկ ինչ վերաբերում է այդ կուսակցությունների տեսանկյունից, ես իրանց հասկանում եմ։ Ու ես այդ մասով
ոչ մեկին, գոնե թե հիմա, բան չունեմ ասելու, որ մի մասնակցեք, որ չփոշիացնեք, որտեղ այդ մարդը իր գաղափարներ ունի, դրան հավատում։ Ես հիմա բոլորին դեմին եմ հավատում։ Իմ ամբողջ էությամբ դրան հավատում եմ։ Ոնց որ ամեն ինչ անում որ դա ստացվի, ու չի կարա մեկը գա ինձ ասի, այ դու ձայն փոշիացիր, բան, Նիկոլ ընտրվավ։ Է գնա իր ավել հավաքեր Նիկոլից դու ընտրվեիր։ Այդ չի իմ խնդիրը։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Այսինքն բանը այն չի է, որ ես փոշիացրի դրա պատճառով Նիկոլն ընտրվավ։ Չէ։ Դու հաղթել Նիկոլին ինչ որ մեկը։ Եթե ինչ որ մեկը հաղթում է, դառնում է որ ես իրա համար փոշիացրեցի, չէ՞ իրա տրամաբանությամբ, կոպիտ ասած։ Այսինքն այդ պատճառը գոյություն ունի, որտեղ իրանք որտեղ պարտվում են։ Դրա համար գոյություն ունի այդ պատճառը։ Դե չէ, դա գոյություն չունի։ Իսկ ես իմ անունից ասում եմ, ու ես կարծում եմ, ես մտածում եմ ամեն դեպքում, որ այդ ուժերն էլ են այդպես մտածում, շատ ուժերը այդպես են մտածում, որ իրանք ծրագիրն ու մտքերը ունեն, իրանք պետք է դա տեղ հասցնեն։ Ոչ բոլորին է գուցե սա վերաբերվում, էլի, ես չգիտեմ, բանը, այտենց չմտնենք այդ դաշտ, եթե նպատակները ծրագիրը տեղ հասցնելն է, որին ես արդեն հոգնել եմ այդ բանը, այդ ուրիշ բան էլ կարամ ասեմ, Վարդան ջան, իրենք կարող է երկար քաղաքականության մեջ են ուզում մտնեն պայմանական կամ մեջն են արդեն։ Հա, ու իրանք ոնց որ այդ իրանք պետք է անեն։ Ոնց որ իրանք պետք է դա անեն։ Իրանք հիմա կարող է այս ընտրություններին չհավաքեն պայմանական անցողիկ շեմ, բայց այս ընտրություններին իրանք հավաքեն, չգիտեմ, ինչ որ կարևոր ձայներ, այդ ձայները հետո փորձեն կապիտալացնեն մարդկանց, ովքեր կգան իրանց հետ եւս ասենք 5 տարի, 2 տարի, 3 տարի կաշխատեն, որ հաջորդին դա հավաքեն։ Այսինքն այդտեղ պատճառներ բերել թե ինչի են իրանք մասնակցում ընտրություններին, ինձ թվում է բավարար կարան բերվեն։ Ես այդ իմաստով չեմ ուզում իրանք մեղադրեմ, որ այդ ձայն բոշեացնող կեղտերը բան։ Ես դες բանը չեմ ասում։ Ես մտածում եմ հետեւյալը. ամեն մեկը թող ինքը որոշի։ Ես այս գործի մեջ մտել եմ, որտեղ սրան հավատում եմ, որտեղ էսի ճանապարհ է։ Ես էսի պետք է անցնեմ։ Ես էսի պետք է անեմ։ Չեմ տենում ուրիշ ճանապարհ։ Ինչ անեմ։ Չմասնակցեմ։ Ինչա ինձ պետք է հետո մեղադրեն, որ բանը Նիկոլի համար ձայն փոշիացրեցի։ Չէ։ Ես այդ ռիսկը վերցնում եմ ին վրա, որտեղ եթե ես չվերցնեմ, այդ նշանակում է ես ընդհանրապես ոչ մի բան չեմ անում։ Ես այդ ռիսկը վերցնում եմ ին վրա, այդ ռիսկը վերցնելու արդյունքում էլ ինչ որ կլինի, այդ դրա պատասխանատվությունն էլ եմ վերցնում։ Անպայման։ Հա, էսա, հիմա թող այն մնացածը արդեն մտածեն։ Այս իմաստով չեմ համաձայնում ձեր հետ։ Կարելի բան որ պետք է ասեի։ Չէ, երբեմն պետք է իմ հետ չհամաձայնվել անպայման, բայց դե թվերը դրանից չի փոխում։ Թվերը ահավոր համար արգումենտ են։ Ես չեմ ասում մասնակցեն թե չմասնակցեն։ Ես ասում եմ, երբ այդ մասնակցությունը օգուտ տալիս։ Հա, եթե նայես քո պրիորիտետները որն է, նպատակդ որն է։ Օլիմպիադայի նման մասնակցությունը հաղթանակա, հա։ Շնորհակալություն ձեր բանը, այդ բարոյական դաշտում ձեր հաղթանակի համար, ձեր մասնակցությունը բարոյական հաղթանակ է ձեր համար, շնորհակալություն եւ շնորհավորում ենք Փաշինյան Նիկոլին, որ Հայաստանը տարավ դեպի գլոխի ծոսան, ընդդեմ որտեղ ինքը պատրաստվում է տանի։ Եվ այս ֆորմատի մեջ եթե ինքը մեկը բավարարվածություն ունի, որովհետեւ ինքը օլիմպիական բաներով, նորմատիվներով ինքը մասնակցեց եւ համարեց, որ մասնակցությունը արդեն հաղթանակա, դա իր խնդիրն է։ Իմ մոտ ուրիշ նախընտրություններ կա։ Ձեր ասածը։ Իմ մոտ կանացա էքզիստենցիալ վտանգ։ Քո բարոյական բաները բավարարվածությունը կներես դա քոնն է, իմ պետության հետ դա ընդհանուր ոչ մի բան չի ունի։ Եվ ձեր ասածը հասկացա։ Այսքան բան։ Ես ձեր ասածը հասկացա Վարդան ջան, երկու բանով արձագանք եմ, էլի, եթե դիտումների մասին ենք խոսում, կարծում եմ, հա, դա նշանակություն ունի, բայց մյուս կողմից հիմա բոլորը կազրանացան, որ իրենք այդ միլիոնավոր դիտումները ունեն, մեկով գովազդ են տալի բոլորը անվճար, այդ ձև կարան այդ հարցին բան անեն, արձագանքեն, բայց ես ավելի այն մյուս կտորին արձագանք եմ, էլի։ Նայեք, այդ էքզիստենցիալ խնդրի վտանգով Հայաստանում իշխանության փոխելը հաստատի ցույց է տալի, որ հնարավոր չի եղել։ Ու ես կարծում եմ, որ չի էլ լինելու։ Բայց մենք էքզիստենցիալ վտանգը չենք ունեցել երբեք Սպարտակցան։ Դա 21 թվին էլ էր նույն բանը, եթե այս հասունությամբ չկա։ Դա գնահատական է։ Ես որպես քաղաքացի, որ այն ժամանակ կայի, ես որ լսում էի քաղաքական ուժերին, դրա մասին էր։ Ավելին ասեմ, մենք կարանք հետ գնանք,
ու պարզվի, որ դա միշտ է եղել օրակարգ, պարզ է իր սրությունը 20 թվականի պատերազմից հետո էական է հասել է իր գագաթնակետին, թե մեր հասարակության բևեռվածությունը, թե մնացած բաները, բայց խոշոր հաշվով մեր ընտրությունները միշտ դրա մասին են ելել, այսի պետք է, եթե այսի չեղավ, չենք փրկվելու։ Այդ ուրիշ բան է, Այսին 10 այս վիճակը միշտ էլ եղել է, բայց հիմա այդ մենք տեսնում ենք արդեն։ Հասկանում եմ, Վարդան ջան, իմ ասածը հետևյալն է։ Մենք պետք է գտնենք ճանապարհ հարցը լուծելու։ Կարանք ես տարբեր ձև գիտեմ խնդիրները հաղթահարելու, հա, ասենք պայմանական, եթե ես եկել եմ հասել եմ մի հատ պատի, որին օրինակ գլուխս անընդհատ խփում է ու չի ջարդվում այդ պատը, որ առաջ գնա, այդ չի նշանակում, որ ու ասենք պայմանական բոլոր տեսակ օրենքներով անհնար է ես կարողանամ իմ ֆիզիկական ուժով գլխովս ջարդեմ այդ պատը, այդ չի նշանակում, որ ես ուրեմն всё, ել չեմ կարող առաջ գնամ։ Ես կարող թռնեմ այդ պատվիրով, կարող կողքից կարամ շրջանցեմ։ Իմ ասածը հետևյալն է, այստեղ շատ կարևոր է հասկանալ, թե ինչ մեթոդներով է հնարավոր Հայաստանում կներեք իրական փոփոխությունների հասնելու։ Հիմա այն ձևով, որ Նիկոլ Փաշինյանն է անում մեզ վախեցնելով պատերազմով, ես կարծում եմ, որ նաև շատ ընդդիմական ուժեր իր մնալն են այդ ձև վախեցնում մեր ժողովրդին։ Ու այդտեղ այդ դիլեմայի մեջ մարդիկ պետք է ընտրություն կատարեն։ Ես մերժում եմ այդ ընտրությունը։ Ես այդպես առաջարկ չունեմ մեր ազգին։ Ես այդպես առաջարկ մեր քաղաքացիներին չունեմ։ Չեմ առաջարկելու այդպես բան։ Ես չեմ ուզում մտնեմ այդ խաղի մեջ։ Այդ վատ խաղ։ Կեղտոտվում են այդտեղ մարդիկ։ Ու ես չեմ ուզում դրան մաս կազմեմ։ Ես դրա համար ասում եմ, Ժողովուրդ ջան, ում որ դա հետաքրքիր է, ընթիր չկա։ Ես բան չասեցի ձեզ։ Ես դրա հետ հաշտ չեմ, ես դրա հետ չեմ խաղալու։ Բայց ով որ դա չի ուզում, ես ձեզ ես եմ առաջարկում։ Վերջապես պետք է հասկանանք, որ ինչքան էլ խնդիրները կարան էգզիստենցիալ լինել կամ չլինել, կարևորը լուծումներն է։ Ինչքան էլ ես դրա մասին բարձր խոսամ, բայց ես դա չկարանամ լուծել, դրանով բան չեմ փոխի։ Հիմա պայմանական Վարդան ջան, եթե այս ընտրություններին մեր մոտ հաջողվի իրականացնել այն ինչ որ մենք ուզում ենք, ոչ մեկ մեզ չի դատելու, թե սրանց մոտ խիստ ստացվեց, չէ՞։ Ոչ մեկ։ Բայց ես կարամ չէ անընդհատ դատեմ, որ այս խոսույթով ու ձևերով չի ստացվում, եղբայր ձեր մոտ։ Եթե իրաց մոտ ստացվի, էլի ես էլ չեմ կարա ձեն հանեմ։ Բայց ես համարյա համոզված եմ, որ նման իրավիճակ չի լինելու։ Այդ մեթոդներով հաջողության հասնել չի լինելու։ Ես արդյունք եմ սիրում, թե չէ ոնց որ կարամ, ես էլ կարամ Վարդան ջան, ոնց որ ամեն ինչ տեսած մարդ եմ, կարամ ելնեմ առավոտից իրիկուն ասեմ, սրանք, հեսա երկիրը մեր վարի է եթալու պրծավ եւ այլն եւ այլն։ Ոնց որ նախ դրա համար ուրեմն պետք է իրար հետ քննարկենք այդ նախ մենք այդ պետությունը ոնց որ մենք հասկանում ենք ինչա պետությունը, ոնց որ մենք հասկանում ենք ինչա պետական ինստիտուտը, դա կա որ մի հատ էլ վարի է գնալու։ Արզա, ամեն դեպքում կարող է վերանա այն ինչ որ չկա նույնիսկ։ Կամ Վարդան Պետրոսյանի ասածով չի կարող վերանա մի բան, որ գոյություն չունի։ Դրա համար հայական մասը դրա։ Ես նենց եմ հասկանում, պարզ ասեմ, ես նենց եմ հասկանում, որ մենք պետք է սկսենք պետական ինստիտուտների հիմքեր դնել։ Իսկ դրա համար երկրում պետք է լինի համագործակցային միջավայր։ Չի կարա պետական ինստիտուտ ստեղծվի, այնց որ մեկը սարքում է, մյուսը քանդում է հետևից։ Պետական ինստիտուտ չի ստեղծվի։ Մենք քանի դեռ դա չենք իրականացրել, շատ դժվար է լինելու դիմագրավել ապագայի խնդիրներին, մարտահրավերներին։ Ես աշխարհում 200 քանի ազգ կա, չէ՞, որ պետություն ունի։ Հիմա մեր մոտ դա այսպես ասած, հա, թող 178 լինի։ Հա։ Ու ինչքան ազգեր կան, որ ունեցել են ու հիմա չունեն։ Հիմա մենք պետք է որոշենք իրար հետ, ոնց որ ուզում ենք իրար հետ կպնենք գործ անենք, նորմալ ինստիտուտներ սարքենք, թե ուզում ենք տենց ինչ որ մեր փրկիչներին գտնենք։ Եթե ուզում ենք գործ անենք, մեր մոտ կստացվի։ Եթե մենք դա չանենք, ու վաղը կորցնենք մեր պետությունը, դրա մեջ անարդար ոչ մի բան ես չեմ տեսնում։ Ես նմանապես։ Շնորհակալություն Սպարտակ ջան, ավելացնելու բան կա։ Մենք արդեն 1 ժամ 40 Շնորհակալ եմ, ձեզ եմ շնորհակալ, հա, կարող է շատ խոսացի, բայց շատ շնորհակալ եմ, ինձ դուր եկավ այս ֆորմատը։
եթե էլի ինչ-որ նման բաներ կլինի, Վարդան ջան, պատրաստ եմ։ Դե Չգիտեմ։ 3 շաբաթ բան մնաց ընտրություններին, տեսնենք ոնց կստացվի։ Yeah. Առաջ Աստված, դա մնացի, հաջողություն։ Մի հատ հարց կարամ տամ, բայց էսի արդեն Այո, off the record։ մի վայր, դե Բանը- անջատեմ նոր։ Չէ, օքեյ է, դուք կկտրեք։ Չէ, չեմ